Նա դուրս եկավ, հավատալով, որ սա հատուկ երեկո կլինի։ Բայց ուրիշ մեկին գտավ իր տեղում։ Սերը վերածվեց նվաստացման։ Եվ այնտեղ նա բացահայեց ճշմարտության գինը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշել, թե որ քաղաքից եք դիտում, շարունակենք։ Երանի գիշերը հատկապես տաք էր հոկտեմբեր ամսվա համար։ Մարիանան 10-րդ անգամ ուղեց իր սպիտակ կտավե զգեստը տնից դուրս գալուց ի վեր, զգալով 7-ամսյա որովայնի ծանրությունը, որը քաշում էր նուրբ կտորը։ Նա այդ զգեստը նման խնամքով էր ընտրել, ցանկանալով անթերի տեսք ունենալ այն երեկոյի համար, որը նրա ամուսինը խոստացել էր հատուկ լինել։ Լուկասը ասել էր, որ կարոր պայմանագիր է կնքել միջազգային ներդրողների հետ, որ տոնակատարություն կանեն Նոյում, քաղաքի ամենաբացառիկ ռեստորաններից մեկում, որը հաճախում էին գործարարներ, հայտնի մարդիկ, այնպիսիք, ովքեր մաս էին կազմում մի աշխարհի, որում Մարիանան դեռ նոր էր սովորում կողմնորոշվել։ Արդեն 4 տարի է, ինչ ամուսնացած էր տեխնոլոգիական ոլորտի գործարար Լուկաս Մենդոնցայի հետ, Մարիանան իր կյանքը կառուցել էր նրա շուրջ։ Նա թողել էր ուսուցչի աշխատանքը, երբ Լուկասը պնդել էր, որ երկու եկամտի կարիք չունեն, որ նա կարող է իրեն նվիրել տան հոգսերին, շուտով, այն երեխաներին, որոնց մասին այդքան պլանավորում էին։ Կամ գոնե նա այդպես էր հավատում, որ երկուսն էլ պլանավորում էին։ Վերջին ամիսներին Լուկասը դառնում էր ավելի ու ավելի հեռու, ավելի սառը, միշտ զբաղված հանդիպումներով, որոնք ձգվում էին մինչ լուսաբաց, ուղղություններով, որոնք հանկարծակի առաջանում էին։ Մարիանան այդ ամենը վերագրում էր աշխատանքի սթրեսին, մրցակցային շուկայում ընկերության աճը պահպանելու ճնշմանը։ Նա հասկանում էր։ Նա միշտ հասկանում էր։ Անձնական վարորդը, որին Լուկասը ուղարկել էր նրան վերցնելու, լուր վարում էր Արաբկիրի փողոցներով, որտեղ նրանք ապրում էին, դեպի կենտրոն, որտեղ գտնվում էր Նոյը։ Մարիանան պատուհանից դուրս էր նայում, դիտելով, թե ինչպես են քաղաքի լույսերը թարթում երկրային աստղերի պես, կրծքի մեջ աճող անհանգստություն էր զգում։ Ինչ-որ բան այն չէր։ Նրա մայրական բնազդը, այն, որն ամեն օր սրվում էր հղիության ընթացքում, շշնջում էր զգուշացումներ, որոնք նրա ռացիոնալ միտքը փորձում էր լռեցնել։ Մի հիմարացիր, Մարիանա, նա ինքն իրեն ասում էր։ Լուկասը պարզապես հոգնած է։ Այսօր այլ կլինի։ Այսօր նա քեզ կնայի, ինչպես նախկինում էր նայում, քնքշորեն կդիպչի քո որովայնին, կխոսի երեխայի անունների մասին։ Երբ մեքենան կանգ առավ ռեստորանի դիմաց, Մարիանան խորը շունչ քաշեց, ուղղեց մարգարտյա վզնոցը, որը ծննդյան նվեր էր, զգուշորեն իջավ։ Դռնապանը բացեց մուգ ապակե դուռը նրա համար, Մարիանան մտավ շքեղ, բայց զուսպ միջավայր, որը բնորոշ էր Նոյին։ Ռեստորանը զարդարված էր ոսկեգույն փղոսկրյա երանգներով, բյուրեղապակյա ջահերով, որոնք մեղմ լույս էին սփռում թանկարժեք փայտից սեղանների վրա։ Դաշնակահարը հետին պլանում մելամաղձոտ ինչ-որ բան էր նվագում, ցածր խոսակցությունների ձայնը խառնվում էր բաժակների արծաթյա պատառաքաղների զնգոցին։ Մարիանան աչքերով փնտրեց Լուկասին, նրա սիրտը թռավ, երբ գտավ նրան։ Նա նստած էր հետին պլանում գտնվող սեղանի մոտ, հագած մուգ մոխրագույն կոստյում, որը նա չէր ճանաչում, մազերը հետ սանրված այլ կերպ։ Բայց նա մենակ չէր։ Նրա կողքին մի կին կար։ Մի կին, որին Մարիանան չէր ճանաչում, բայց որը կարծես շատ լավ էր ճանաչում իր ամուսնուն։ Նա բարձրահասակ էր, մուգ մազերով, հագած կարմիր ամուր զգեստ, որը կտրուկ հակադրվում էր միջավայրի զուսպ էլեգանտությանը։ Նրա շուրթերը ներկված էին արյունագույն կարմիրով, նա ծիծաղում էր Լուկասի ասածի վրա, դիպչելով նրա ձեռքին այնպիսի մտերմությամբ, որ Մարիանայի ստամոքսը շրջվեց։ Մի պահ Մարիանան մտածեց ետ դառնալ ու հեռանալ։ Բայց հետո Լուկասը տեսավ նրան։ Նրանց հայացքները հանդիպեցին, սպասվող ջերմության փոխարեն նա միայն սառնություն գտավ։ Լուկասը չժպտաց, չթափահարեց, չկանգնեց նրան դիմավորելու։ Պարզապես դիտում էր նրան, ասես գնահատում էր մի առարկա, որը չգիտեր պահել, թե դե նետել։ Կարմիր հագուստով կինը հետեց նրա հայացքին, երբ տեսավ Մարիանային, դաժան ժպիտ ձավորվեց նրա շուրթերին։ Մարիանան քայլեց դեպի սեղան, զգալով, թե ինչպես են ոտքերը դողում, երեխայի ծանրությունը քաշում է նրա ծանրության կենտրոնը։ Յուրաքանչյուր քայլ հավերժություն էր թվում։ Նա զգում էր մյուս հաճախորդների հայացքները իր վրա, դատելով իր պարզ զգեստը, իր ընդգծված որովայնը, իր անհամապատասխանությունը կատարյալ արտաքինի այս աշխարհում։ Երբ նա հասավ սեղանին, Լուկասը վերջապես կանգնեց, բայց դա արեց կարմիր հագուստով կնոջ աթոռը հեռացնելու համար, ոչ թե կնոջը ողջունելու։ Մարիանա, ձայնը դողդողալով հարցրեց. Լուկաս, ինչ է կատարվում։ Դու ասացիր, որ սա տոնակատարություն է։
Ո՞վ է նա։ Լուկասը հոգոց հանեց, կարծես Մարիանան անհարմար հարց էր տվել եղանակի մասին։ Սա Վերոնիկան է։ Նա իմ գործընկերն է նոր ձեռնարկությունում։ Վերոնիկա, սա Մարիանան է, իմ կինը։ Այն ձ, թե ինչպես նա ասաց, կինը, բեռի պես հնչեց, ոչ թե սիրո տիտղոսի։ Վերոնիկան ձեռքը մեկնեց Մարիանային, բայց չկանգնեց։ Նրա սեղմումը կարճ էր արամարական, Մարիանան զգաց նրա մատների սառնությունը իր տաք մաշկի վրա։ Հաճելի է վերջապետս ձեզ ճանաչել։ Լուկասը այնքան է խոսում ձեր մասին։ Դե, խոսում էր։ Վերջին շրջանում նա շատ զբաղված է ավելի կարևոր գործերով։ Մարիանան զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Նա նայեց Լուկասին, սպասելով, որ նա կպաշտպանի իր կնոջը, որ նա կդնի այդ կնոջը իր տեղը։ Բայց նա պարզապես նորից նստեց, վերցրեց սեղանին դրված կարմիր գինու բաժակը երկար կում խմեց, կարծես այս ամբողջ տեսարանը ոչ մի կապ չուներ իր հետ։ Նստիր, Մարիանա։ Դու ուշադրություն ես գրավում, կանգնած ռեստորանի մեջտեղում։ Մարիանան հնազանդվեց, ոչ թե որովհետև ուզում էր, այլ որովհետև նրա ոտքերը երկար չէին դիմանա։ Նա աթոռ քաշեց, դժվարությամբ նստեց, որովայնը հարվածելով սեղանի եզրին։ Մի մատուցող անմիջապես հայտնվեց, առաջարկելով մենյու ջուր։ Մարիանան դողդոջուն ձեռքերով ընդունեց ջուրը, ամբողջը միանգամից խմելով, փորձելով ժամանակ շահել, մարսելու համար, թե ինչ էր կատարվում։ Ուրեմն, Մարիանա, սկսեց Վերոնիկան, ձայնը թունավոր մեղրի պես քաղցր։ Լուկասն ինձ ասաց, որ դուք երեխա եք սպասում։ Ինչ հրաշալի անակնկալ։ Չգիտեի, որ դուք հենց հիմա եք պլանավորում ընտանիքը մեծացնել, ընկերության ընդլայնման փուլում այսքան բան կատարվելիս։ Այն ձ, թե ինչպես նա դա ասաց, կեղծ կարեկցանքի այդ տոնով, պարզ դարձրեց, որ նա հստակ գիտեր, թե ինչ էր անում։ Մարիանան նայեց Լուկասին, փնտրելով որևէ նշան, որ դա սխալմունք էր, որ ամեն ինչի համար ողջամիտ բացատրություն կար։ Բայց Լուկասը խուսափում էր նրա հայացքից, կենտրոնացած մսի կտոր կտրելու վրա, որը Մարիանան նույնիսկ չէր նկատել, որ արդեն այնտեղ էր։ Նրանք արդեն սկսել էին ճաշել։ Առանց նրան սպասելու։ Առանց նրան հոգ տանելու։ Այո, պատասխանեց Մարիանան, ձայնը խզվելով։ Մենք շատ ուրախ ենք։ Միշտ ցանկացել ենք երեխաներ ունենալ։ Վերոնիկան գլուխը թեքեց կողքի, կարծես վերլուծում էր մի արվեստի գործ, որը չէր հասկանում։ Միշտ։ Ինչ։ Հետաքրքիր է։ Լուկասն ինձ ճիշտ հակառակն ասաց։ Նա ասաց, որ երբեք չի ցանկացել երեխաներ ունենալ, որ հղիությունը դժբախտ պատահար էր, որն ամեն ինչ բարդացրեց։ Բայց միգուցե ես սխալ եմ հասկացել։ Մարիանան զգաց, կարծես հարվածել էին ստամոքսին։ Նա շրջվեց դեպի Լուկասը, աչքերը լայն բացված, լուռ աղաչելով, որ նա հերքի, որ ասի, թե դա սուտ է։ Բայց Լուկասը պարզապես նորից հոգոց հանեց, պատառաքաղն ու դանակը մի կողմ դնելով, վերջապես նայեց նրան։ Եվ այն, ինչ Մարիանան տեսավ այդ աչքերում, որոնք մի օր նրան սիրով էին նայել, անտարբերություն էր։ Սառը հաշվարկված անտարբերություն։ Վերոնիկա, խնդրում եմ, դադարիր դրամատիկ լինել։ Իսկ դու, Մարիանա, դադարիր այդ զոհի դեմքը սարքել։ Մենք այստեղ մեծահասակների մեջ ենք։ Մենք կարող ենք քաղաքակիրթ զրույց ունենալ։ Մարիանան հազիվ էր շնչում։ Ռեստորանը կարծես պտտվում էր նրա շուրջը, ջահերի լույսերը վերածվում էին ոսկեգույն բծերի։ Նա ձեռքը դրեց որովայնին, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում, կարծես նույնպես զգում էր օդում կախված վտանգը։ Լուկաս, ինչ է կատարվում։ Խնդրում եմ, բացատրիր ինձ։ Ինչ է կատարվում, Մարիանա, այն է, որ մենք պետք է խոսենք ապագայի մասին։ Մեր ապագայի մասին։ Կամ ավելի ճիշտ, դրա բացակայության մասին։ Վերոնիկան թիկունքով հենվեց աթոռին, ոտքերը էլեգանտորեն խաչելով, վերցրեց կարմիր գինու բաժակը։ Նա դանդաղ պտտեց այն, դիտելով, թե ինչպես է մուգ կարմիր հեղուկը արտացոլում մոմերի լույսը, բավարարված ժպիտով շուրթերին։ Դաշնակահարը շարունակում էր նվագել, անտարբեր այն դրամայի նկատմամբ, որը ծավալվում էր այդ սեղանի մոտ։ Մոտակա որոշ հաճախորդներ սկսեցին զուսպ հայացքներ նետել նրանց ուղղությամբ, զգալով օդում աճող լարվածությունը։ Մարիանա, շարունակեց Լուկասը, ձայնը զուսպ, բայց սառույցի պես սառը։ Ես ամուսնալուծություն եմ ուզում։ Ես Վերոնիկան միասին ենք ավելի քան 1 տարի։ Մենք սիրում ենք միմյանց։ Եվ այս երեխան, դե, նա իմ պլանների մաս չէ։ Երբեք չի եղել։ Խոսքերը քարերի պես ընկան Մարիանայի վրա։
Նա բերանը բացեց խոսելու համար, բայց ձայն չարձակեց։ Նրա ուղեղը հրաժարվում էր մարսել այն, ինչ լսում էր։ 1 տարի։ Նրանք միասին էին 1 տարի։ Ամբողջ հղիության ընթացքում։ Բոլոր խոստումների, բոլոր ժպիտների, բոլոր այն պահերի ընթացքում, երբ նա հավատացել էր, որ ընտանիք է կառուցում։ Դու ինձ լքում ես։ Հիմա։ Ես 7 ամսական հղի եմ, Լուկաս։ 7 ամիս։ Քո երեխայից։ Այո, ես գիտեմ, թե որքան ժամանակ է, ինչ դու հղի ես։ Եվ հենց դրա համար էլ հիմա ենք այս զրույցն ունենում։ Որքան շուտ լուծենք սա, այնքան լավ։ Ես արդեն խոսել եմ իմ փաստաբանների հետ։ Դու կստորագրես ամուսնալուծության փաստաթղթերը, կհեռանաս տնից, ես քեզ հիմնական կենսաթոշակ կտամ քեզ երեխային։ Ավելի քան անհրաժեշտ է։ Վերոնիկան ցածր ծիծաղեց, ծմիկում գինի խմելով։ Օ, Լուկաս, դու շատ առատաձեռն ես։ Կարծում եմ, հիմնականն արդեն իսկ շատ է, հաշվի առնելով, որ նա տարիներ շարունակ չի աշխատել ամբողջությամբ կախված է քեզանից։ Մարիանան զգաց, թե ինչպես են արցունքները սկսում այրել իր աչքերը, բայց նա զսպեց դրանք։ Ոչ։ Նա չէր լացի նրանց առաջ։ Նա նրանց այդ բավարարությունը չէր տա։ Նա փորձեց կանգնել, բայց նրա ոտքերը չէին ենթարկվում։ Շոկը չափազանց մեծ էր, դավաճանությունը չափազանց խորը։ Լուկաս, մենք միասին կյանք ենք կառուցել։ 4 տարվա ամուսնություն։ Ինչպես կարող ես պարզապես ամեն ինչ դեն նետել։ Իսկ մեր երեխան։ Նա քո որդին է։ Նա ուսերը թափահարեց, կարծես խոսում էր անկարոր ընթրիքի չեղարկման մասին։ Իրերը փոխվում են, Մարիանա։ Մարդիկ փոխվում են։ Ես փոխվել եմ։ Եվ դու պետք է ընդունես դա առաջ շարժվես։ Որքան արագ ստորագրես փաստաթղթերը, այնքան քիչ ցավոտ կլինի բոլորի համար։ Վերոնիկան առաջ թեքվեց, արմունկը սեղանին հենելով, կարմիր զգեստի դեկոլտեն ուշադրություն էր գրավում։ Գիտես, Մարիանա, ես նույնիսկ քեզ խղճում եմ։ Պետք է դժվար լինի հասկանալը, որ դու երբեք բավարար չես եղել։ Բայց լավ կողմից նայիր, գոնե հիմա դու ազատ ես, գտնելու մեկին, ով իսկապես քեզ կցանկանա։ Թե, անկեղծ ասած, երեխայի հետ, տարբերակները շատ սահմանափակ կլինեն։ Մարիանայի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Անվստահության ամիսների, մենակ անցկացրած գիշերների, չպատասխանված գրկախառնությունների, վատ պատմված պատճառաբանությունների, խախտված խոստումների պատնեշ։ Նա կանգնեց, այս անգամ ուժով, նրա ձայնը բարձրացավ ավելի շատ, քան մտադրված էր։ Դու իրավունք չունես ինձ հետ այդպես խոսելու։ Դու ոչինչ չգիտես մեր կառուցածի մասին։ Վերոնիկան նույնպես կանգնեց, հանկարծ երկու կանայք դեմ առ դեմ կանգնած էին, Մարիանան իր սպիտակ, անհանգստության քրտինքից բծոտված զգեստով, Վերոնիկան իր անթերի սադրիչ կարմիրով։ Ամբողջ ռեստորանը կարծես լռել էր։ Նույնիսկ դաշնակահարը դադարել էր նվագել։ Ես գիտեմ այն ամենը, ինչ պետք է իմանամ, սիրելիս։ Ես գիտեմ, որ Լուկասն ինձ ընտրեց։ Ես գիտեմ, որ դու անցյալն ես, իսկ ես ապագան։ Եվ ես գիտեմ, որ դու պետք է սովորես ընդունել քո նոր իրականությունը։ Եվ այնուհետ, այնքան արագ շարժումով, որ Մարիանան նույնիսկ չհասցրեց արձագանքել, Վերոնիկան վերցրեց սեղանին դրված կարմիր գինու բաժակը, դաժան ժպիտով, ամբողջ պարունակությունը լցրեց Մարիանայի սպիտակ զգեստի վրա։ Կարմիր հեղուկը հոսեց նուրբ կտորի վրայով, բծեր թողնելով, ներկելով, ոչնչացնելով։ Մարիանան շունչը կտրվեց, ձեռքերն ավտոմատ կերպով գնացին դեպի որովայնը, պաշտպանելով երեխային շոկից, գինու սառնությունից, նվաստացումից։ Ռեստորանը շշուկներով պայթեց։ Մատուցողները վազեցին դեպի տեսարանը, բայց կանգ առան անվտանգ հեռավորության վրա, չիմանալով, թե ինչպես միջամտել։ Հաճախորդները հանեցին բջջային հեռախոսները, ոմանք սկսեցին նկարահանել։ Մենեջերը հայտնվեց ինչ-որ տեղից, դեմքը կարմիր ամոթից։ Բայց ոչ ոք ոչինչ չարեց։ Ոչ ոք չպաշտպանեց Մարիանային։ Նա մենակ էր, մարդաշատ ռեստորանի մեջտեղում, լիովին մենակ։ Մարիանան նայեց Լուկասին, աչքերով աղաչելով, որ նա ինչ-որ բան անի, որ նա պաշտպանի իրեն, որ նա մարդկայնության նվազագույն նշան ցույց տա։ Բայց Լուկասը պարզապես հոգոց հանեց, գրգռված, կարծես Մարիանան էր անհարմար այդ իրավիճակում։ Մարիանա, դադարիր դրամա սարքել։ Դա ընդամենը գինի էր։ Դու չափազանցնում ես, սկանդալ ես առաջացնում։ Եթե չես կարողանում քեզ մեծահասակի պես պահել, ավելի լավ է գնաս տուն։
Դա ընդամենը գինի էր։ Խոսքերը արձագանքեցին Մարիանայի մտքում որպես դատավճիռ։ Նա նայեց փչացած զգեստին, արյունի պես կարմիր բծերին, որովայնին, որտեղ աճում էր իր որդին, անտարբեր կատարվող սարսափի նկատմամբ։ Եվ հետո նա շուրջը նայեց բոլոր այն դեմքերին, որոնք նրան դիտում էին կարեկցանքի հիվանդագին հետաքրքրության խառնուրդով։ Ոչ ոք չէր օգնի նրան։ Ոչ ոք չէր պաշտպանի նրան։ Նա մենակ էր։ Բայց հետո, կարծես տիեզերքը լսեր էր նրա լուռ հուսահատությունը, ռեստորանի դուռը բացվեց։ Եվ օդը փոխվեց։ Ջերմաստիճանը կարծես մի քանի աստիճան իջավ։ Միջավայրի թրթռումը վերածվեց խիտ, ծանր, էներգիայով լի մի բանի, որը ստիպեց բոլորին նայել դեպի մուտքը։ Մի տղամարդ մտավ։ Բարձրահասակ, լայն ուսերով, հագած անթերիս կոստյում։ Նրա աչքերը մուգ, ինչպես դրսի երանի գիշերը, հաշվարկված ճշգրտությամբ սկանավորեցին ռեստորանը, մինչ գտան։ Հենց այն, ինչ փնտրում էին։ Մարիանային։ Դա Գաբրիելն էր, նրա ավագ եղբայրը։ Եվ նրա դեմքի արտահայտությունից պարզ էր, որ նա արդեն ամեն ինչ գիտեր։ Պատմեք ինձ, թե ինչ է ձեր կարծիքը այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես այն կավարտվի։ Գաբրիել Ալմեյդան շատ խոսքերի տղամարդ չէր։ Երբեք չէր եղել։ Մանկուց, երբ նա պաշտպանում էր իր կրտսեր քրոջը դպրոցի ծաղրողներից, մինչ այսօր, 38 տարեկանում, կորպորատիվ անվտանգության ոլորտում հաջողակ գործարար, նա սովորել էր, որ գործողություններն ավելի բարձր են խոսում, քան ելույթները։ Եվ այդ պահին, երբ նրա աչքերը սահում էին Նոյ ռեստորանով, մինչ կանգ առան հետին պլանում ծավալվող տեսարանի վրա, նրա մարմնի յուրաքանչյուր մկան պատրաստվում էր գործողության։ Նա ամեն ինչ տեսել էր։ Գինին, որը լցնում էին Մարիանայի վրա, կարմիր հագուստով կնոջ դաժան ծիծաղը, Լուկասի դեմքի արամարական արտահայտությունը։ Գաբրիելը հաղորդագրություն է ստացել իր կոնտակտներից մեկից, անվտանգության աշխատակցից, ով աշխատում էր այն շենքում, որտեղ գտնվում էր Լուկասի գրասենյակը, զգուշացնելով նրան օրեր առաջ գաղտնալսված խոսակցության մասին։ Գաբրիելն ուներ իր մեթոդները։ Նա ուներ իր տեղեկատվական ցանցը։ Եվ երբ խոսքը վերաբերում էր իր կրտսեր քրոջը, միակ ընտանիքին, որը նրան մնացել էր 5 տարի առաջ ծնողներին ավտովթարում կորցնելուց հետո, նա ջանքեր չէր խնայում։ Գաբրիելը չափված քայլերով անցավ ռեստորանով, նրա իտալական կաշվե կոշիկների ձայնը արձագանքում էր ստեղծված լռության մեջ։ Հաճախորդները շրջվում էին նրան դիտելու, որոշ կանայք շնջում էին մեկնաբանություններ նրա տպավորիչ ներկայության մասին, բայց նա ուշադրություն չէր դարձնում այդ ամենին։ Նրա աչքերը հառած էին Մարիանային, ով դողում էր գինուց բծոտված զգեստով, ձեռքերը պաշտպանողաբար դրած որովայնին, դեմքը գունատ, շոկից ու նվաստացումից։ Երբ հասավ սեղանին, Գաբրիելը սկզբում ոչինչ չասաց։ Պարզապես հանեց կոստյումի բաճկոնը նրբանկատորեն, որը կտրուկ հակադրվում էր նրա լուրջ արտահայտությանը, այն դրեց Մարիանայի ուսերին, ծածկելով զգեստի կարմիր բծերը։ Այնուհետ, ամուր, բայց մեղմ ձեռքով դիպավ քրոջ կզակին, բարձրացնելով նրա դեմքը, որպեսզի նա նայի իրեն։ Մարի, նայիր ինձ։ Լավ ես։ Երեխան լավ է։ Մարիանան թարթեց աչքերը, արցունքները վերջապես դուրս եկան հոսեցին այտերով։ Եղբորը տեսնելով ուժը, որը նա փորձում էր պահպանել, փլուզվեց։ Նա գլխով արեց, բայց նրա ձայնը խեղդվեց։ Գաբրիել, նրանք, ես չգիտեի, ամեն ինչ այնքան արագ եղավ։ Ես գիտեմ, քույրիկ։ Ես գիտեմ։ Հիմա խորը շունչ քաշիր ինձ համար։ Շնչիր երեխայի համար։ Դու հիմա ապահով ես։ Գաբրիելն այնուհետ շրջվեց դեպի Լուկասը Վերոնիկան, ովքեր կանգնած էին մնացել, դիտելով տեսարանը տարբեր արտահայտություններով։ Լուկասը անհանգիստ էր թվում, կարծես Գաբրիելի գալը մի անհարմարություն էր, որը նա չէր կանխատեսել։ Վերոնիկան, մյուս կողմից, պահպանում էր այդ ամբարտավան ժպիտը, իրեն պաշտպանված զգալով Լուկասի ներկայությունից իր հաղթանակի հավաստիությունից։ Դուք պետք է ամուսինն ու սիրուհին լինեք, ասաց Գաբրիելը, ձայնը ցածր, բայց ածելիի պես սուր։ Նրա տոնը հանգիստ էր, վտանգավորորեն հանգիստ։ Թույլ տվեք գուշակել։ Լուկաս Մենդոնցա, տեխնոլոգիական ձեռնարկատեր, Մենդոնցայի կարողության ժառանգ, մարդ, ով կարծում է, որ կարող է անել այն, ինչ ուզում է, քանի որ փող ունի։ Իսկ դուք պետք է լինեք Վերոնիկա Կոստա, մարքեթինգի գործադիր տնօրեն, 32 տարեկան, 2 անգամ ամուսնալուծված, հայտնի ամուսնացած տղամարդկանց հետ հարաբերություններով։ Ճիշտ եմ։ Վերոնիկայի դեմքի գույնը մի փոքր կորավ։ Ինչպես գիտեք իմ ամբողջական անունը։
Ես շատ բաներ գիտեմ, տիկին Կոստա։ Օրինակ, ես գիտեմ, որ դուք Լուկասը հանդիպել եք Դուբայում կայացած համաժողովում 13 ամիս առաջ։ Գիտեմ, որ դուք սկսել եք ձեր հարաբերությունները 3 շաբաթ անց։ Գիտեմ, որ Լուկասը վերջին 6 ամսում 200,000 դրամ է փոխանցել ձեր անձնական հաշվին։ Եվ գիտեմ, որ դուք պլանավորում եք միասին ընկերություն բացել, հենց որ նրա ամուսնալուծությունը ավարտվի։ Կարող եմ շարունակել։ Ռեստորանում բացարձակ լռություն էր։ Նույնիսկ մատուցողները դադարել էին շարժվել։ Լուկասը մեկ քայլ առաջ արեց, փորձելով վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Ո՞վ ես դու, որ գաս այստեղ ինձ հետաքննես։ Սա գաղտնիության խախտում է։ Ես կարող եմ քեզ դատի տալ դրա համար։ Գաբրիելը ծիծաղեց, բայց այդ ձայնի մեջ հումոր չկար։ Կարող ես փորձել։ Բայց մինչ այդ, եկեք խոսենք մի քանի բաների մասին։ Առաջինը, թե ինչպես էիր պլանավորում իմ քրոջը ոչինչ չթողնել։ Ես այստեղ ունեմ, Գաբրիելը բաճկոնի ներքին գրպանից մի ծրար հանեց, ձեր փաստաբանի միջ էլեկտրոնային նամակների պատճեններ, որոնք քննարկում էին, թե ինչպես օգտագործել իրավական բացեր, ամուսնության ընդհանուր սեփականության ռեժիմը չեղյալ հայտարարելու համար։ Ինչպես պնդել, որ իմ քույրը հոգեպես անկայուն է, երեխայի խնամակալությունը խլելու համար։ Ինչպես արգելափակել նրա բոլոր բանկային հաշիվները, ստիպելու նրան ընդունել անբարենպաստ համաձայնություն։ Մարիանան շունչը կտրվեց, ձեռքը բերանին դնելով։ Լուկաս, դա չի կարող ճիշտ լինել։ Դու դա չէիր անի։ Ոչ մեր որդու հետ։ Լուկասը չպատասխանեց։ Նրա ծնոտը լարված էր, աչքերը հառած Գաբրիելին, զայրույթի վախի խառնուրդով։ Վերոնիկան, հասկանալով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, փորձեց մեղմել։ Տեսեք, կարծում եմ, այստեղ թյուրիմացություն կա։ Մենք պարզապես փորձում էինք հարցերը քաղաքակիրթ լուծել։ Քաղաքակիրթ, կրկնեց Գաբրիելը, ձայնը առաջին անգամ բարձրացնելով։ Դուք կարծում եք, որ հղի կնոջ վրա գինի լցնելը ռեստորանի մեջտեղում քաղաքակիրթ է։ Դուք կարծում եք, որ նրան աղքատության մեջ թողնելու պլանավորումը քաղաքակիրթ է։ Դուք կարծում եք, որ նրան սպառնալը, կորցնելու իր սեփական երեխայի խնամակալությունը, քաղաքակիրթ է։ Ամեն հարցին Գաբրիելը մեկ քայլ էր անում դեպի նրանց։ Լուկասը հետ քաշվեց, բայց Վերոնիկան մնաց ամուր, թե նրա ձեռքերը թեթակի դողում էին, բռնելով իր դիզայներական պայուսակը։ Դուք չեք հասկանում իրավիճակը, ասաց նա, ձայն այժմ ավելի քիչ վստահ։ Լուկասն այլս չի սիրում նրան։ Դա պատահում է։ Մարդիկ սիրահարվում են ուրիշներին։ Դրանում հանցագործություն չկա։ Դուք ճիշտ եք, պատասխանեց Գաբրիելը, կանգ առնելով հենց նրա դիմաց։ Մեկին սիրելը դադարելու մեջ հանցագործություն չկա։ Բայց հանցագործություն կա հոգեբանական բռնության մեջ, սպառնալիքի մեջ, հարկադրանքի մեջ։ Եվ դուք երկուստ էլ այսօր կատարել եք այդ բոլոր հանցագործությունները, տասնյակ վկաների առաջ։ Գաբրիելը շրջվեց դեպի ռեստորանը, նրա ձայնն այժմ բավականաչափ բարձր էր, որպեսզի բոլորը լսեին։ Այստեղ որե մեկը տեսավ, թե ինչ պատահեց։ Որե մեկը տեսավ, թե ինչպես այս կինը գինի լցրեց իմ հղի քրոջ վրա։ Որե մեկը լսել է այս մարդու սպառնալիքները։ Մի պահ ոչ ոք չշարժվեց։ Այնուհետ մի տարեց, մոխրագույն մազերով տիկին, ով նստած էր երկու սեղան հեռու, կանգնեց։ Ես ամեն ինչ տեսա, ասաց նա, ձայնը ամուր։ Դա անհեթեթություն էր։ Այդ աղջիկը ոչինչ չարեց։ Նա պարզապես փորձում էր հասկանալ, թե ինչ էր կատարվում, այդ կարմիր հագուստով կինը միտումնավոր գինի լցրեց նրա վրա։ Եվ այո, ես լսեցի, թե ինչպես էր նրա ամուսինը ասում, որ կֆինանսավորի նրան, եթե նա չհեռանա։ Մեկ այլ տղամարդ կանգնեց։ Ես նույնպես տեսա, լսեցի։ Ամեն ինչ նույնիսկ ձայնագրված է իմ հեռախոսում։ Իմ կինն ու ես շոկի մեջ էինք իրավիճակից։ Մենք պատրաստվում էինք կանչել մենեջերին, բայց այս պարոնը ավելի շուտ հասավ։ Մեկ առ մեկ, մի քանի հաճախորդներ սկսեցին արտահայտվել։ Ոմանք ձայնագրություններ ունեին, մյուսները պարզապես վկաներ էին, բայց բոլորը հաստատում էին նույն պատմությունը։ Գաբրիելը գլխով արեց, շնորհակալություն հայտնելով։ Այնուհետ նա շրջվեց դեպի ռեստորանի մենեջերը, ով կանգնած էր բարի մոտ, խորը անհարմարության արտահայտությամբ։ Պարոն մենեջեր, կարծում եմ, որ այս հաստատությունն ունի անվտանգության տեսախցիկներ, այնպես չէ։
Մենեջերը միջին տարիքի մաքուր խնամված բեղերով մի տղամարդ արագ գլխով արեց. Այո, պարոն։ Մենք տեսախցիկներ ունենք ամբողջ սրահում։ Եվ նախքան կհարցնեք, ես արդեն խնդրել եմ իմ անձնակազմին պահպանել երեկոյի ձայնագրությունները։ Մենք չենք հանդուրժում նման պահվածք մեր հաստատությունում։ Այս երկուսը նա մատնացույց արեց Լուկասին Վերոնիկային, այլս ցանկալի չեն այստեղ։ Լուկասը պայթեց. Սա անհեթեթություն է։ Դուք չեք կարող ինձ դուրս հանել։ Ես տարիներ շարունակ այս ռեստորանի վեբ հաճախորդ եմ։ Ես այստեղ հարստություն եմ ծախսում։ Ծախսում էիք, ուղեց մենեջերը, ձայնը սառը։ Ձեր վեբ հաճախորդի կարգավիճակը հենց նոր չեղյալ է հայտարարվել։ Եվ եթե դուք կամավոր չհեռանաք, ստիպված կլինեմ կանչել անվտանգության ծառայությանը։ Վերոնիկան, հասկանալով, որ իրավիճակը լիովին կորած է, բռնեց Լուկասի ձեռքը։ Գնացինք, Լուկաս։ Սա արժանի չէ։ Թող նրան իր պաշտպան եղբոր հետ։ Մենք ավելի կարևոր գործեր ունենք անելու։ Բայց Գաբրիելը չէր ավարտել։ Դեռ ոչ։ Նա մեկ քայլ արեց դեպի Լուկասը, այնքան մոտ կանգնելով, որ կարող էր տեսնել մյուս տղամարդու ճակատին քրտինքի կաթիլները։ Մինչ դուք կգնաք, մի բան պետք է պարզաբանեմ։ Այդ երեխան, որին իմ քույրն է սպասում։ Նա ոչ միայն նրա զարմիկն է։ Նա իմ զարմիկն է։ Եվ ես խոստանում եմ ձեզ երկուսիդ, որ ամեն ինչ կանեմ, կօգտագործեմ բոլոր ռեսուրսները, որոնք ունեմ, բոլոր կապերը, բոլոր հարաբերությունները, որպեսզի ապահովեմ, որ այդ երեխան մեծանա անվտանգ, սիրով, առանց ձեր երկուսի ազդեցության։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, Լուկաս, եթե փորձեք Մարիանայի իրավունքից մեկ կոպեկ անգամ խլել, եթե փորձեք դժվարացնել ամուսնալուծությունը, եթե որևէ կերպ փորձեք վնասել նրան, դուք կհայտնաբերեք, որ այս աշխարհում կան մարդիկ, ովքեր շատ ավելի մեծ ուժ ազդեցություն ունեն, քան կարծում եք։ Սպառնալիքը կախված էր օդում որպես խոստում։ Լուկասը բերանը բացեց պատասխանելու, բայց ձայն չարձակեց։ Առաջին անգամ այդ երեկո նա իսկապես վախեցած էր թվում։ Վերոնիկան նորից քաշեց նրան։ Գնացինք, Լուկաս։ Հիմա։ Գաբրիելը հետ քաշվեց, վերադառնալով Մարիանայի մոտ, ով ամեն ինչ դիտում էր լայն բացված աչքերով, դեռ մարսելով կատարվածը։ Լուկասը Վերոնիկան սկսեցին հեռանալ, բայց այնուհետ Մարիանան, գտնելով մի ուժ, որի մասին նույնիսկ չգիտեր, խոսեց։ Նրա ձայնը ցածր էր, բայց բավականաչափ պարզ, որպեսզի բոլորը լսեին։ Լուկաս, սպասիր։ Նա կանգ առավ, մի փոքր շրջվելով։ Մարիանան կանգնեց, ուղղելով Գաբրիելի բաճկոնն ուսերին։ Նա մի քանի քայլ արեց դեպի ամուսինը, կամ նախկին ամուսինը, նա այլևս չգիտեր, թե ով էր նա։ Երբ բավականաչափ մոտ էր, նա նայեց նրան աչքերի մեջ, այն աչքերը, որոնք մի օր ստիպել էին նրան սիրված զգալ։ Ես քեզ սիրում էի, ասաց Մարիանան, ձայնը խեղդված, բայց ամուր։ Ես քեզ սիրում էի իմ էության յուրաքանչյուր մասով։ Ես հրաժարվեցի նրանից, ով էի, որպեսզի լինեմ այն, ինչ դու էիր ուզում, որ լինեմ։ Ես թողեցի իմ աշխատանքը, իմ ընկերներին, իմ երազանքները։ Այդ ամենը, որովհետև դու ասացիր, որ սիրում ես ինձ, որ կհոգ տանես իմ մասին, որ միասին կյանք կկառուցենք։ Եվ ես հավատացի։ Աստված իմ, ինչպես էի հավատացել։ Բայց այսօր դու ինձ ցույց տվեցիր, թե ով ես դու իրականում։ Եվ գիտես ինչ։ Դու ինձ չոչնչացրիր։ Դու ինձ ազատեցիր։ Արցունքները հոսում էին նրա դեմքով, բայց նա չսրբեց դրանք։ Թողեց, որ հոսեն, որ բոլորը տեսնեն իր ցավը, իր ճշմարտությունը։ Որովհետև ես վերջապես հասկանում եմ, որ ես ավելին եմ արժանի, քան սա։ Ես արժանի եմ մեկին, ով ինձ իսկապես կսիրի, ոչ թե կեղծիք կանի, երբ հարմար է։ Եվ իմ որդին, նա ձեռքը դրեց որովայնին, նա արժանի է իսկական հոր, ոչ թե մարդու, ով սպառնում է իր սեփական երեխային դեռ չծնված։ Այնպես որ, կարող ես գնալ, Լուկաս։ Կարող ես գնալ նրա հետ, քո սպառնալիքներով, քո դաժան պլաններով։ Որովհետև ես լավ կլինեմ։ Իմ որդին լավ կլինի։ Իսկ դու ստիպված կլինես ապրել, իմանալով, որ լքել ես կյանքի ամենամեծ նվերը ոչ այլ ինչի համար, քան քո սեփական էգոիզմի։ Հետաց լռությունը խախտվեց ծափահարություններով։ Սկզբում ամաչկոտ, մոխրագույն մազերով տիկնոջ կողմից։ Հետո մեկ ուրիշը։ Եվ մեկ ուրիշը։ Մինչ ամբողջ ռեստորանը ծափահարում էր Մարիանային։ Որոշ հաճախորդների աչքերում արցունքներ կային։
Մատուցողները ծափահարում էին։ Նույնիսկ դաշնակահարը, ով այդ ամբողջ ժամանակ լուռ էր մնացել, նորից սկսեց նվագել մեղմ հուսադրող մեղեդի։ Լուկասը շուրջը նայեց, տեսնելով իրեն շրջապատված անհավանության հայացքներով Մարիանային ուղված աջակցությամբ։ Նա սեղմեց շուրթերը, բռնեց Վերոնիկայի ձեռքը, ոչինչ չասելով, դուրս եկավ ռեստորանից, որպես պարտված մարդ։ Վերոնիկան հետեց նրան, բայց ոչ նախքան Մարիանային վերջին թունավոր հայացք նետելը։ Մի հայացք, որն ասում էր, որ դա դեռ չէր ավարտվել։ Բայց Մարիանային դա չէր հուզում։ Առաջին անգամ ամիսների ընթացքում նա զգաց, որ կարող է շնչել։ Գաբրիելը քրոջը զգույշ գրկեց, ուշադիր լինելով որովայնին։ «Մարի, դու անհավանական էիր», նա շշնջաց նրա ականջին։ «Մայրիկն ու հայրիկն այնքան հպարտ կլինեին քեզանով»։ Մարիանան այնուհետ փլուզվեց, լաց լինելով եղբոր ուսին, բոլոր զգացմունքները, որոնք նա զսպել էր, վերջապես ելք գտան։ Գաբրիելը պարզապես բռնեց նրան, թույլ տալով, որ նա լաց լինի, շշնջալով մխիթարական խոսքեր։ Ռեստորանի մենեջերը մոտեցավ, առաջարկելով իր անձնական գրասենյակը, որպեսզի Մարիանան կարողանա հավաքվել։ Գաբրիելը ընդունեց, շնորհակալություն հայտնելով, քրոջը տարավ հետաքրքրասեր հայացքներից հեռու։ Գրասենյակում, փոքր, բայց հարմարավետ սենյակում, կաշվե բազմոցներով փայտե սեղանով, Մարիանան վերջապես կարողացավ հանգստանալ։ Գաբրիելը ջուր, անձեռոցիկներ բերեց նստեց նրա կողքին, բռնելով նրա ձեռքը։ «Մարի, մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ է հաջորդը։ Դու չես կարող տուն վերադառնալ։ Գոնե ոչ այսօր։ Դու ինձ հետ կգաս, կմնաս իմ բնակարանում, մինչ մենք ամեն ինչ կկազմակերպենք»։ Մարիանան գլխով արեց, դեմքը սրբելով։ «Գաբրիել, ես չեմ կարող քեզ այդպես անհանգստացնել։ Դու արդեն այսօր այնքան բան արեցիր ինձ համար։ Դու ինձ չես անհանգստացնում։ Դու իմ քույրն ես, Մարի։ Դու այս երեխան այն ամենն եք, ինչ ես ունեմ ընտանիքից։ Եվ ես քեզ մենակ չեմ թողնի սրանում։ Վաղը մենք կգտնենք Երանի լավագույն ընտանեկան իրավունքի փաստաբանին։ Մենք կապահովենք, որ դու ստանաս այն ամենը, ինչին իրավունք ունես, ավելի կարևոր, որ դու ունենաս այս երեխայի լիակատար խնամակալությունը։ Լուկասը քեզանից ոչինչ չի վերցնի։ Ես դա խոստանում եմ։ Իսկ եթե նա պայքարի, հարցրեց Մարիանան, ձայնը թույլ։ Նա փող ունի, Գաբրիել։ Նա ազդեցություն ունի։ Նա կարող է լավագույն փաստաբաններին վարձել։ Իսկ ես ապացույցներ ունեմ։ Գաբրիելը նորից հանեց այն ծրարը, որը ցույց էր տվել ռեստորանում։ Այստեղ ավելին կա, քան էլեկտրոնային նամակներ, Մարի։ Կան ձայնագրված խոսակցություններ, կասկածելի բանկային փոխանցումներ, ապացույցներ, որ Լուկասը ձեր ընկերության փողերը շեղել է սիրուհուն ֆինանսավորելու համար։ Կան ապացույցներ, որ նա պլանավորել էր քեզ ոչինչ չթողնել շատ ավելի վաղ, քան այսօր։ Ես նրան հետաքննում էի շաբաթներ շարունակ, որովհետև ինչ-որ բան ինձ լավ չէր թվում։ Եվ ես ճիշտ էի։ Մարիանան հիացմունքով ու երախտագիտությամբ նայեց եղբորը։ Ինչպես գիտեիր։ Ավագ եղբոր ինտուիցիա։ Եվ միգուցե այն փաստը, որ Լուկասը միշտ ինձ չափազանց լավն էր թվում, ճիշտ լինելու համար։ Տղամարդիկ, ովքեր չափազանց կատարյալ են, միշտ ինչ-որ բան են թաքցնում։ Եվ որքան շատ էի հետաքննում, այնքան ավելի փտած բաներ էի հայտնաբերում։ Դռան թակոցը ընդհատեց խոսակցությունը։ Մենեջերը ներս մտավ, նրան հետում էին երկու ոստիկան։ Գաբրիելն անմիջապես կանգնեց, իրեն դնելով ոստիկանների Մարիանայի միջ։ Սպաները տարեց մոխրագույն բեղերով մի տղամարդ ուշադիր աչքերով մի երիտասարդ կին, ձեռքերը բարձրացրեցին խաղաղության նշան անելով։ Հանգիստ, պարոն։ Մենք այստեղ չենք խնդիրներ առաջացնելու համար։ Մենեջերը մեզ կանչել է արձանագրելու համար բռնության սպառնալիքի դեպք։ Մենք կցանկանայինք լսել տիկնոջ վարկածը, եթե նա իրեն հարմարավետ զգա խոսելու համար։ Մարիանան նայեց Գաբրիելին, ով հուսադրող գլխով արեց։ Նա խորը շունչ քաշեց, սկսեց պատմել ամեն ինչ։ Ընթրիքի հրավերը, Վերոնիկայի ներկայությունը, լցված գինին, Լուկասի սպառնալիքները, ամեն ինչ։ Ոստիկանուհին ամեն ինչ գրում էր պլանշետի վրա, կոնկրետ հարցեր տալով, նրա դեմքն ավելի ու ավելի լուրջ էր դառնում, երբ պատմությունը ծավալվում էր։ Տարեց ոստիկանը գլխով էր անում, տեսանելիորեն անհանգիստ։ Երբ Մարիանան ավարտեց, ոստիկանուհին փակեց պլանշետը, կարեկցանքով նայեց նրան։ Տիկին Մենդոնցա, այսօրվա կատարվածը անթույլատրելի էր։
Մենք կգրանցենք ամբողջական դեպքի մասին զեկույց։ Այն վկաների հետ, ովքեր արդեն ինքնորոշվել են անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները ձեր եղբոր ունեցած ապացույցները, դուք շատ ուժեղ գործ ունեք։ Ես խստորեն խորհուրդ եմ տալիս հնարավորինս շուտ դիմել ընտանեկան բռնության ընտանեկան իրավունքի մասնագետ փաստաբանի։ Ընտանեկան բռնություն, կրկնեց Մարիանան, ապշած արտահայտությամբ։ Բայց նա ինձ չի ծեծել։ Նա ինձ ֆիզիկապես չի բռնացել։ Պարտադիր չէ, որ ֆիզիկական լինի բռնություն լինելու համար, քնքշորեն բացատրեց ոստիկանուհին։ Հոգեբանական բռնությունը, ֆինանսական հարկադրանքը, սպառնալիքները, հանրային նվաստացումը, այդ ամենը դասվում է որպես ընտանեկան բռնություն։ Եվ ձեր դեպքում, հաշվի առնելով, որ դուք հղի եք, ծանրությունը էլ ավելի մեծ է։ Մարիա դա Պենյայի օրենքը պաշտպանում է ձեզ, տիկին։ Եվ մենք կապահովենք, որ այդ պաշտպանությունն իրականացվի։ Ոստիկանների հեռանալուց հետո, երբ նրանք վերցրել էին ձայնագրությունների պատճենները վկաների ցուցակը, Մարիանան հյուծված էր զգում իրեն։ Գաբրիելը նկատեց դա կանգնեց, ձեռքը մեկնելով նրան։ Գնացինք տուն, քույրիկ։ Դու պետք է հանգստանաս։ Վաղը կլուծենք մնացածը։ Մարիանան ընդունեց նրա ձեռքը, դժվարությամբ կանգնելով։ Երբ նրանք անցնում էին ռեստորանով, որն այժմ գրեթե դատարկ էր, քանի որ ուշ գիշեր էր, մի քանի աշխատակիցներ կանգ առան նրա հետ խոսելու։ Մոխրագույն մազերով տիկինը դեռ այնտեղ էր, սպասելով։ Նա մոտեցավ, Մարիանայի ձեռքերը բռնելով իր ձեռքերի մեջ։ Սիրելիս, ես պարզապես ուզում էի ասել, որ դու շատ խիզախ կին ես։ Այն, ինչ դու ասացիր այդ մարդուն, այն ձ, թե ինչպես դու ամուր մնացիր, նույնիսկ այդքան խոցելի լինելով, ոգեշնչող էր։ Եթե քեզ վկայի կարիք լինի, կամ որե բանի, ահա իմ քարտը։ Իմ անունը Հելենա է, ես թոշակի անցած փաստաբան եմ։ Ես լավ մարդկանց եմ ճանաչում, ովքեր կարող են քեզ օգնել։ Մարիանան արցունքներով ընդունեց քարտը, շնորհակալություն հայտնելով։ Հելենան քնքշորեն թփթփացրեց նրա ձեռքին։ Հոգ տար քո մասին, սիրելիս։ Եվ հոգ տար այդ երեխայի մասին։ Նա բախտավոր է, ունենալով քեզ նման մայր։ Դրսում Երանի գիշերը շարունակում էր տաք լինել, բայց Մարիանան օդում թարմություն զգաց, որը նախկինում չկար։ Կամ միգուցե դա պարզապես ազատության զգացումն էր, որը սկսում էր ծաղկել նրա կրծքի մեջ։ Գաբրիելն օգնեց նրան մտնել իր մեքենան, հարմարավետ սեդան, սկսեց վարել քաղաքի լուսավորված փողոցներով։ Մարիանան պատուհանից դուրս էր նայում, տեսնելով անցնող լույսերը, առաջին անգամ երկար ժամանակ հետո իրեն թույլ տվեց մտածել ապագայի մասին։ Ոչ թե Լուկասի պլանավորած ապագայի, այլ իր սեփական ապագայի։ Մի ապագա, որտեղ նա կարող էր լինել այն, ինչ իրականում էր, որտեղ նա կարող էր իր որդուն մեծացնել սիրով արժանապատվությամբ, որտեղ նա կարիք չէր ունենա ձվի կճեպների վրա քայլելու կամ իրեն նվազեցնելու, մեկ ուրիշի սպասումներին համապատասխանելու համար։ Եվ այդ մասին մտածելիս, նույնիսկ այս ամբողջ ցավով, ամբողջ դավաճանությամբ, այդ գիշերվա ամբողջ նվաստացումով, Մարիանան ինչ-որ բան զգաց իր ներսում բորբոքվելիս։ Հույս։ Առաջին արի շողերը մտնում էին Գաբրիելի բնակարանի պատուհանից, երբ Մարիանան արթնացավ։ Մի կարճ պահ, աչքերը բացելով անծանոթ առաստաղը տեսնելով, նա չգիտեր, թե որտեղ է։ Այնուհետ ամեն ինչ միանգամից վերադարձավ։ Ռեստորանը, գինին, սպառնալիքները, նվաստացումը։ Եվ Գաբրիելը։ Նրա եղբայրը, ով հայտնվել էր որպես վրիժառու հրեշտակ այն պահին, երբ նա ամենաշատն էր կարիք ունենում։ Մարիանան ձեռքը դրեց որովայնին, զգալով, թե ինչպես է երեխան մեղմ շարժվում, կարծես հիշեցնելով նրան, որ ինքը մենակ չէ, որ ինքը առաջ շարժվելու պատճառ ունի։ Գաբրիելի բնակարանը գտնվում էր Քանաքեռ Զեյթունում, ժամանակակից շենքում, 24-ժամյա անվտանգությամբ։ Նա միշտ զգույշ էր եղել, միշտ ամեն ինչ նախապես էր պլանավորում, միշտ պատրաստվում էր վատագույնին։ Եվ այդ պահին Մարիանան շնորհակալ էր Աստծուն, նման եղբայր ունենալու համար։ Նա դանդաղ կանգնեց, մարմինը ծանր, հղիությունից նախորդ գիշերվա հուզական հոգնածությունից։ Նա հագավ այն խալաթը, որը Գաբրիելը թողել էր նրա համար, դուրս եկավ հյուրասենյակից։ Խոհանոցում Գաբրիելն արդեն արթուն էր, հագած բաց կապույտ վերնաշապիկ ստաբատ, սուրճ պատրաստելով։ Նա վեր նայեց, երբ Մարիանան ներս մտավ ժպտաց, փոքր, բայց ջերմ ժպիտով։ Բարի լույս, քնկոտ։ Ինչպե՞ս ես զգում քեզ։ Մարիանան նստեց խոհանոցի կղզու բարձր աթոռին, ընդունելով երիցուկի թեյի բաժակը, որը Գաբրիելը նրան առաջարկեց։ Հոգնած, շփոթված, բայց տարօրինակ կերպով թեթացած։
Կարծես մի ծանրություն, որի մասին նույնիսկ չգիտեի, որ կրում էի, իջել էր իմ ուսերից։ Գաբրիելը գլխով արեց, իրենց սուրճ լցնելով։ Դա այն է, որ դու վերջապես տեսար ճշմարտությունը, Մարի։ Եվ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի, միշտ ազատում է։ Հիմա դու կարող ես սկսել իսկական կյանք կառուցել, ոչ թե մի պատրանք, որը դու փորձում էիր կենդանի պահել։ Նա վերցրեց շագանակագույն կաշվե պանակը, որը սեղանին էր դրված, բացեց այն, հանելով մի քանի թղթեր։ Մինչ դու քնած էիր, ես մի քանի զանգ կատարեցի։ Ժամադրություն եմ նշանակել դոկտոր Ֆերնանդա Ռիբեյրոյի հետ, Երանի ընտանեկան իրավունքի լավագույն փաստաբաններից մեկի հետ։ Նա մեզ կընդունի այսօր առավոտյան 10-ին։ Նա ժամադրություն եմ նշանակել քո մանկաբարձի հետ վաղը, պարզապես համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է քեզ երեխայի հետ երեկվա սթրեսից հետո։ Եվ Գաբրիելը դադարեց, մի թուղթ հանելով, ես կապ եմ հաստատել անշարժ գույքի գործակալի հետ։ Չեմ ուզում քեզ ճնշել, բայց կարծում եմ լավ կլինի, որ դու ունենաս քո սեփական տարածքը։ Մի տեղ, որը միայն քոնն է, որտեղ դու կարող ես քո որդուն մեծացնել խաղաղությամբ։ Մարիանան զգաց, թե ինչպես են աչքերը նորից արցունքներով լցվում։ Կարծես նա անվերջ պահեստ ուներ դրանց համար։ Գաբրիել, ես չգիտեմ, թե ինչպես քեզ շնորհակալություն հայտնեմ։ Այս ամենը, այս ամբողջ օգնությունը, ես չգիտեմ, երբեք կկարողանամ հատուցել։ Գաբրիելը թեքվեց կղզու վրայով, բռնելով քրոջ ձեռքը։ Մարի, դու ինձ ոչինչ պարտք չես։ Դու իմ քույրն ես։ Երբ մայրիկն ու հայրիկը մահացան, ես ինքս ինձ խոստացա, որ միշտ կհոգ տանեմ քո մասին։ Եվ հենց դա եմ անում։ Բացի այդ, նա ժպտաց, ես քեռի եմ դառնալու։ Ես պետք է ապահովեմ, որ իմ զարմիկը մեծանա առողջ երջանիկ միջավայրում։ Մի քանի ժամ անց Մարիանան գտնվում էր դոկտոր Ֆերնանդա Ռիբեյրոյի էլեգանտ գրասենյակում, որը տեղակայված էր Մաշտոցի պողոտայի արտրային շենքում։ Գրասենյակը ընդարձակ էր, լի իրավունքի գրքերով, դարակներով, պատերին դիպլոմներով, մեծ պատուհանով, որից քաղաքի տպավորիչ տեսարան էր բացվում։ Ֆերնանդան 50 տարեկան կին էր, կարճ մազերը ներկված էլեգանտ շիկահեր գույնով, զուսպ շրջանակով, ակնոցով, անթերի մոխրագույն կոստյումով։ Սակայն նրա աչքերը ջերմ էին հյուրընկալ, երբ նա սեղմեց Մարիանայի ձեռքը։ Տիկին Մենդոնցա, հաճելի է ձեզ ճանաչել։ Գաբրիելն ինձ մի փոքր պատմեց ձեր իրավիճակի մասին, բայց ես կցանկանայի ձեզանից լսել, թե ինչ է կատարվել։ Մարիանան ամեն ինչ նորից պատմեց։ Յուրաքանչյուր մանրամասն սկսած այն պահից, երբ նա սկսեց կասկածել, որ ամուսնության մեջ ինչ-որ բան այն չէ, մինչ նախորդ գիշերվա սարսափելի տեսարանը ռեստորանում։ Ֆերնանդան ուշադիր լսում էր, երբեմն գրառումներ անելով պլանշետում, նրա դեմքը պահպանում էր պրոֆեսիոնալ արտահայտություն, բայց նրա աչքերը բացահայտում էին կարեկցանք, որոշ պահերին վրդովմունք։ Երբ Մարիանան ավարտեց, Ֆերնանդան թիկունքով հենվեց աթոռին, ձեռքերը միացրեց սեղանին։ Դե, տիկին Մենդոնցա, թույլ տվեք պարզ լինել ձեզ հետ։ Այն, ինչ արեց ձեր ամուսինը, հոգեբանական բռնություն է, հարկադրանք սպառնալիք։ Այն ապացույցներով, որոնք Գաբրիելը հավաքել է, ռեստորանի վկաներով, մենք չափազանց ուժեղ գործ ունենք։ Ես այսօր դեռ պաշտպանական միջոցի հայց կներկայացնեմ, կանխելով Լուկասին մոտենալ ձեզ կամ փորձել որևէ կոնտակտ, որը չի լինի փաստաբանների միջոցով։ Ես նա կխնդրեմ արգելափակել բոլոր համատեղ հաշիվները, կանխելու համար, որ նա փոխանցի կամ թաքցնի ակտիվներ։ Իսկ երեխան, հարցրեց Մարիանան, ձայնը դողալով։ Նա խոսեց խնամակալությունը խլելու մասին։ Նա կարող է դա անել։ Ֆերնանդան ամուր գլխով արեց։ Ոչ այն ապացույցներով, որոնք մենք ունենք։ Դատավորը երբեք խնամակալություն չէր տա մի հոր, ով սպառնացել է հղի մորը, ով պլանավորել է նրան թողնել առանց ֆինանսական միջոցների, ով լիակատար արամարանք է դրսորել երեխայի բարեկեցության նկատմամբ։ Առավելագույնը, ինչ Լուկասը կստանա, եթե ինչ-որ բան ստանա, վերահսկվող այցելությունների ռեժիմ կլինի։ Եվ նույնիսկ դրա համար ես կպայքարեմ առավելագույնը սահմանափակելու համար, գոնե մինչ երեխան մեծանա կարողանա ինքնուրույն որոշել։ Մարիանան հսկայական թեթություն զգաց։ Իսկ ամուսնալուծությունը որքան ժամանակ կտի։ Սովորական դեպքերում կարող է տել ամիսներ, երբեմն տարիներ։ Բայց հաշվի առնելով հանգամանքները, փաստաթղթավորված բռնությունը այն փաստը, որ դուք հղի եք, ես կխնդրեմ գործընթացի արագացում։ Հաջողության դեպքում, ողջամիտ դատավորի դեպքում, մենք կարող ենք դատավճիռ ունենալ 3-ից 6 ամսում։ Ինչ վերաբերում է գույքի բաժանմանը, դուք իրավունք ունեք ամուսնության ընթացքում ձեռք բերված ամեն ինչի 50%-ին։
Տունը, որտեղ դուք ապրում եք, մեքենաները, ներդրումները, ամեն ինչ։ Ես կապահովեմ, որ դուք ստանաք յուրաքանչյուր կոպեկը, որը ձեր իրավունքն է։ Գրասենյակից դուրս գալիս Մարիանան ամիսների ընթացքում ամենահուսադրվածն էր զգում իրեն։ Գաբրիելը նրան սպասում էր ընդունարանում, նրանք միասին իջան մոտակա ճապոնական ռեստորանում ճաշելու։ Ճաշելիս Գաբրիելը բացատրեց հաջորդ քայլերի մասին։ Նա արդեն վստահելի թիմ էր ուղարկել այն տուն, որտեղ Մարիանան ապրում էր Լուկասի հետ, նրա հագուստներն ու անձնական իրերը հավաքելու համար։ Ամեն ինչ կփաթեթավորվեր, կտեղափոխվեր անվտանգ պահեստ, մինչ նա կորոշեր, թե որտեղ ապրել։ Իսկ տունը, հարցրեց Մարիանան, ափսեի մեջ սուշիով խաղալով։ Ես գիտեմ, որ կեսի իրավունք ունեմ, բայց չգիտեմ, կարող եմ արդյոք վերադառնալ այնտեղ։ Հիմա շատ վատ հիշողություններ կան։ Այդ դեպքում վաճառիր քո բաժինը նրան, կամ ստիպիր վաճառել բաժանիր փողը։ Մի կապվիր տեղերին, Մարի։ Տեղերը պարզապես կառույցներ են։ Կարևորը այն է, թե որտեղ ես դու խաղաղություն զգում։ Հաջորդ օրերը վերածվեցին բժշկական խորհրդատվությունների, փաստաբանների հետ հանդիպումների, թերապիայի նիստերի առօրյայի։ Ֆերնանդան խորհուրդ էր տվել հոգեբանի, ով մասնագիտացած էր ընտանեկան բռնության զոհերի հետ աշխատանքում, Մարիանան սկսեց շաբաթական 3 անգամ նիստեր անցկացնել։ Սկզբում դժվար էր խոսել ամուսնության մասին, այն մասին, թե ինչպես էր նա կորցրել իրեն դրանում, այն մասին, թե ինչպես էր անտեսել ակնհայտ նշաններ, որ ինչ-որ բան այն չէ, որովհետև ցանկանում էր հավատալ կատարյալ կյանքի պատրանքին։ Բայց աստիճանաբար, նիստից նիստ, Մարիանան սկսեց նորից կապվել նրա հետ, ով ինքը կար մինչ Լուկասը։ Նա հիշեց, որ սիրում էր կարդալ, որ ամուսնանալուց առաջ ժամեր էր անցկացնում գրախանութներում, գրադարաններում։ Հիշեց, որ սիրում էր պատրաստել, նոր բաղադրատոմսեր փորձել, որ երազում էր մի օր փոքրիկ սրճարան բացել։ Հիշեց, որ ուներ ընկերուհիներ, որոնց նա դադարել էր տեսնել, որովհետև Լուկասը միշտ ինչ-որ պատճառ ուներ, որ նա դուրս չգա, միշտ ինչ-որ հանդիպում, որը նա հորինում էր նրան կապանքների մեջ պահելու համար։ Եվ առաջին անգամ Մարիանան սկսեց հասկանալ, որ այն, ինչ նա ապրել էր, սեր չէր։ Դա վերահսկողություն էր, քողարկված հոգատարությամբ։ Ռեստորանում տեղի ունեցած ճակատագրական գիշերից 2 շաբաթ անց Մարիանան Գաբրիելի բնակարանում էր, երբ հեռախոսը զանգահարեց։ Անծանոթ համար էր։ Նա վարանեց, բայց Գաբրիելը, ով նրա կողքին էր, խրախուսեց նրան պատասխանել։ Դա Հելենան էր, ռեստորանից մոխրագույն մազերով տիկինը, թոշակի անցած փաստաբանը։ Նրա ձայնը հեռախոսով քաղցր էր մայրական։ Մարիանա, սիրելիս, հույս ունեմ, որ չեք բարկանա, որ զանգահարում եմ։ Ձեր հեռախոսահամարը ստացա ռեստորանի մենեջերից։ Ես մտածում էի ձեր մասին, ուզում էի իմանալ, թե ինչպես եք։ Մարիանան հուզվեց այդ ժեստից։ Ես լավ եմ, տիկին Հելենա։ Ավելի լավ, քան էի։ Սկսել եմ թերապիա, ունեմ հիանալի փաստաբան, իմ եղբայրը շատ է ինձ օգնում։ Ինչ հրաշալի է դա լսելը։ Տեսեք, ես գիտեմ, որ դա կարող է անտեղի միջամտություն թվալ, բայց ես կցանկանայի ձեզ թեյի հրավիրել իմ տուն։ Ես ունեմ մի քանի ընկերուհիներ, ովքեր նմանատիպ իրավիճակներ են ունեցել, ստեղծել են ոչ ֆորմալ աջակցության խումբ։ Կարծում եմ, դուք կարող եք օգուտ քաղել նրանց ճանաչելուց, այն կանանց պատմությունները լսելուց, ովքեր գոյատել բարգավաճել են բռնարար հարաբերություններից հետո։ Մարիանան նայեց Գաբրիելին, ով հուսադրող գլխով արեց։ Ես կցանկանայի, տիկին Հելենա։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Թեյախմությունը տեղի ունեցավ հաջորդ շաբաթ օրը, Հելենայի տանը, Ավան թաղամասի հմայիչ թաղամասում։ Տունը հարմարավետ էր, լի բույսերով, գրքերով, ընտանեկան լուսանկարներով։ Մարիանայից Հելենայից բացի 5 կին կար։ Բոլորը տարբեր տարիքի, տարբեր պատմություններով, բայց բոլորը մեկ ընդհանուր կետով, նրանք գոյատել էին բռնարար հարաբերություններից վերակառուցել իրենց կյանքը։ Նրանցից մեկը, Բեատրիսը, 40 տարեկան ճարտարապետ, պատմեց, թե ինչպես էր իր նախկին ամուսինը ֆինանսապես վերահսկում իրեն, թե ինչպես էր նա ստիպված զրոյից սկսել 2 փոքր դուստրերի հետ։ Այսօր, 10 տարի անց, նա ուներ իր սեփական ճարտարապետական գրասենյակը, դուստրերը քոլեջում էին սովորում։ Մեկ այլը, Կամիլան, 28 տարեկան ուսուցչուհի, խոսեց այն մասին, թե ինչպես էր երկար ժամանակ պահանջվել, որպեսզի հասկանա, որ ինքը բռնարար հարաբերությունների մեջ էր, որովհետև ֆիզիկական բռնություն չկար, միայն հոգեբանական։ Միայն երբ ընկերուհին առերեսվեց նրա հետ, նա արթնացավ իրականությանը։ Յուրաքանչյուր պատմություն տարբեր էր, բայց բոլորն էլ նույն ուղերձն ունեին։
Հնարավոր էր նորից սկսել, հնարավոր էր նորից երջանիկ լինել, հնարավոր էր միայնակ երեխաներ մեծացնել նրանց սիրով ու անվտանգությամբ լի կյանք տալ։ Մարիանան լաց էր լինում, լսելով այդ կանանց, բայց դրանք թեթության, հույսի արդյունքներ էին հասկանալու համար, որ ինքը մենակ չէ, որ կանանց մի ամբողջ համայնք կար, ովքեր անցել էին նույն ցավոտ ճանապարհով դուրս եկել մյուս կողմից, ավելի ուժեղ։ Երբ Մարիանան այդ կեսօրին վերադարձավ Գաբրիելի բնակարան, նա իրեն այլ կերպ զգաց։ Ավելի թեթ, ավելի վստահ։ Գաբրիելն անմիջապես նկատեց նրա արտահայտության փոփոխությունը։ Ինչպես անցավ։ Հրաշալի էր, Գաբի։ Ես հանդիպեցի անհավանական կանանց, ովքեր սարսափելի բաներ էին անցել, կարողացել էին վերակառուցվել։ Նրանցից մեկը բացել է հկ, որն օգնում է ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց։ Մեկ ուրիշը գիրք է գրել իր փորձի մասին։ Նրանք բոլորն էլ այնքան ուժեղ են, այնքան ոգեշնչող։ Եվ գիտես ինչ հասկացա։ Ես էլ կարող եմ այդպիսին լինել։ Ես էլ կարող եմ ոտքի կանգնել։ Գաբրիելը ժպտաց, հպարտորեն։ Ես միշտ գիտեի, որ դու կարող ես, քույրիկ։ Պարզապես սպասում էի, որ դու դա կհասկանաս։ Բայց ամեն ինչ ծաղիկներ չէին։ Մի կեսօր, բաժանումից 3 շաբաթ անց, Ֆերնանդան զանգահարեց վատ լուրերով։ Լուկասը վիճարկում էր գործընթացը, պնդելով, որ Մարիանան հուզականորեն անկայուն է, որ չափազանցրել է ռեստորանի իրադարձությունները։ Նա վարձել էր էլիտար փաստաբանների թիմ, պատրաստ էր պայքարել։ Ավելի վատ, նա օգտագործում էր լրատվամիջոցներն իր օգտին, լուրեր տարածելով, թե ինքը զոհն է, որ Մարիանան մանիպուլյատիվ է, որ ռեստորանի ամբողջ տեսարանը բեմադրել է, իրեն վնասելու համար։ Մարիանան ավերված էր, երբ իմացավ։ Նա մանկաբարձի մոտ սովորական այցելության էր, երբ ստացավ լուրը, սթրեսից գրեթե վաղաժամ ծննդաբերություն սկսեց։ Բժիշկը ստիպված էր դեղորայք տալ նրան մի քանի ժամ պահել դիտարկման տակ։ Գաբրիելը րոպեների ընթացքում հասավ հիվանդանոց, կատաղած։ Նա անմիջապես զանգահարեց Ֆերնանդային, պահանջելով պատասխան։ Ֆերնանդան, միշտ հանգիստ ռազմավարական, բացատրեց, որ դա սպասելի էր։ Լուկասի նման տղամարդիկ, ովքեր սովոր են իշխանություն վերահսկողություն ունենալ, հեշտությամբ չեն հանձնվում։ Բայց նա պլան ուներ։ Մենք նրան կդատենք զրպարտության համար։ Մենք հրապարակայնացնելու ենք ռեստորանի ձայնագրությունը, վկաների թույլտվությամբ։ Մենք բոլորին ցույց կտանք, որ նա է բռնարարը, ոչ թե նա։ Եվ մենք կհաղթենք, Գաբրիել։ Ես խոստանում եմ, որ մենք կհաղթենք։ Եվ դա նա արեց։ Հաջորդ շաբաթ, Մարիանայի վկաների թույլտվությամբ, Ֆերնանդան ռազմավարականորեն լրատվամիջոցներին արտահոսեց ռեստորանի ձայնագրության հատվածներ։ Տեսանյութը հստակ ցույց էր տալիս Վերոնիկային, ով գինի էր լցնում Մարիանայի վրա, Լուկասին, ով սպառնալիքներ էր անում, ռեստորանի հաճախորդների արձագանքը։ Արձագանքը անմիջական էր ավերիչ Լուկասի համար։ Սոցիալական ցանցերը պայթեցին Մարիանային աջակցող հեշթեգներով։ Ընկերությունները, որոնք բիզնես էին անում Լուկասի ընկերության հետ, սկսեցին կապերը խզել։ Ներդրողները հետ քաշվեցին։ Եվ ամենակարևորը, հանրային կարծիքը լիովին շրջվեց նրա դեմ։ Լուկասը փորձեց հարցազրույց տալ, իրեն պաշտպանելու համար, բայց միայն վատթարացրեց իրավիճակը։ Նա հայտնվեց նյարդային, քրտնած, նրա արդարացումները դատարկ կեղծ էին թվում։ Երբ հարցազրույցավարը հարցրեց նրա արած սպառնալիքների մասին, Լուկասը փորձեց նվազագույնի հասցնել դրանք, ասելով, որ պարզապես նյարդային էր, որ Մարիանան սխալ էր հասկացել։ Բայց ձայնագրությունները չէին ստում։ Վկաները չէին ստում։ Եվ հանրությունը հիմար չէր։ Մարիանան դիտում էր հարցազրույցը Գաբրիելի բնակարանից, ձեռքերում թեյի բաժակ։ Նա բավարարություն չզգաց, տեսնելով, թե ինչպես է Լուկասը ընկղմվում, միայն խորը տխրություն այն մարդու համար, ով նա հայտնվել էր։ Այն մարդը, ում հետ նա ամուսնացել էր, կամ կարծում էր, որ ամուսնացել էր, գոյություն չուներ։ Միգուցե երբեք չէր էլ գոյություն ունեցել։ Միգուցե նա սիրահարվել էր պատրանքի, Լուկասի մի տարբերակի, որը նա ներկայացնում էր աշխարհին, բայց որն իրական չէր։ Գաբրիելն անջատեց հեռուստացույցը, նստեց քրոջ կողքին։ Ինչպե՞ս ես։ Տխուր։ Բայց նա թեթացած։ Որովհետև հիմա բոլորը գիտեն ճշմարտությունը։ Եվ ես այլս կարիք չունեմ դա մենակ գրելու։ Այդ գիշեր Մարիանան երազ տեսավ։ Նա բաց դաշտում էր, լի վայրի ծաղիկներով, երեխան գրկին։ Արը փայլում էր անամպ կապույտ երկնքում, նա կարող էր լսել երեխայի ծիծաղը։
Երբ նա ներք նայեց, տեսավ, որ երեխան ունի իր աչքերը շագանակագույն փայլուն, մի ժպիտ, որը լուսավորում էր նրա ամբողջ դեմքը։ Եվ այդ երազում Մարիանան գիտեր, որ ամեն ինչ լավ կլինի։ Որ ինքը իր որդին կունենան սիրով, ուրախությամբ, խաղաղությամբ լի կյանք։ Մի կյանք, որը նրանք միասին կկառուցեն հեռու ստերից, հեռու մանիպուլյացիայից, հեռու ցավից։ Արթնանալով հաջորդ առավոտ, Մարիանան ձեռքը դրեց որովայնին խոստում տվեց դեռ չծնված որդուն. Ես քեզ կպաշտպանեմ։ Քեզ կտամ իմ ունեցած ամբողջ սերը։ Եվ քեզ կսովորեցնեմ, որ դու արժանի ես իսկական սիրո, ոչ թե կեղծիքի։ Քեզ կսովորեցնեմ ճանաչել իսկական սերը, երբ այն հայտնվի, փախչել այն սիրուց, որը ցավ է պատճառում։ Եվ քեզ կսովորեցնեմ, որ ուժեղ լինելը չի նշանակում չլացել, այլ նշանակում է ամեն անգամ ոտքի կանգնել, երբ ընկնում ես։ Գաբրիելը թակեց սենյակի դուռը, նախաճաշ բերելով։ Մարի, Ֆերնանդան զանգահարել է։ Լավ նորություններ կան։ Լուկասը հրաժարվել է վիճարկել ամուսնալուծությունը։ Նա կընդունի գույքի բաժանումը օրենքի համաձայն այլևս չի պայքարի խնամակալության համար։ Ակնհայտորեն, հանրային ճնշումը շատ էր նրա համար։ Նա պարզապես ուզում է, որ դա շուտ ավարտվի։ Մարիանան խորը շունչ քաշեց, թույլ տալով, որ նորությունը հանգիստ նստի։ Ավարտվեց, ուրեմն։ Իրոք ավարտվեց։ Ավարտվեց, հաստատեց Գաբրիելը, ժպտալով։ Հիմա դու կարող ես կենտրոնանալ այն բանի վրա, ինչն իսկապես կարևոր է։ Դու քո երեխան։ Եվ հենց դա էլ արեց Մարիանան։ Նա սկսեց բնակարաններ փնտրել, տեղեր, որտեղ իրեն տանը կզգար։ Սկսեց իրեր գնել երեխայի համար, սպիտակ մահճակալ, փոքրիկ հագուստներ, փափուկ խաղալիքներ։ Սկսեց անուններ մտածել։ Եթե տղա լիներ, միգուցե Միքայել, ի պատիվ իրենց հոր, ում այդքան սիրում էին։ Եթե աղջիկ լիներ, միգուցե Լունա, որովհետև նա կծնվեր Մարիանայի կյանքի նոր փուլում, լի խոստումներով նոր լուսնի տակ։ Բաժանումից մեկ ամիս անց Մարիանան մանկական կահույքի խանութում էր, երբ զգաց առաջին կծկումը։ Այն ուժեղ չէր, պարզապես մի սեղմում, բայց նա գիտեր, թե ինչ է դա։ Երեխան գալիս էր։ Նա անմիջապես զանգահարեց Գաբրիելին, ով ամեն ինչ թողեց վազեց նրան վերցնելու։ Հիվանդանոցի ճանապարհին Մարիանան բռնեց եղբոր ձեռքը, խորը շնչելով յուրաքանչյուր կծկման ժամանակ։ Նա վախեցած էր, բայց նա ոգորված։ Վերջապես կհանդիպեր իր որդուն։ Վերջապես ձեռքերում կբռներ այն փոքրիկ էակին, որի համար ամեն ինչ արժեր։ Հիվանդանոցում, կծկումների շնչառությունների մեջ, Մարիանան մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին ամիսներին։ Դավաճանությունը, նվաստացումը, ցավը։ Բայց նա ազատագրումը, ուժը, որը նա հայտնաբերեց, ստացած աջակցությունը։ Եվ մտածեց, որ միգուցե, պարզապես միգուցե, այդ ամենը տեղի էր ունեցել ինչ-որ պատճառով։ Որպեսզի նա արթնանա, որպեսզի նա նորից գտնի իրեն, որպեսզի նա դառնա այն կինը մայրը, որը պետք է լիներ։ Եվ երբ նա վերջապես լսեց երեխայի առաջին լացը, երբ բուժքույրը այդ փոքրիկ կատարյալ էակին դրեց նրա գրկում, Մարիանան բացարձակ վստահությամբ գիտեր, որ ճիշտ ընտրություն էր կատարել։ Որ նա քաջություն ուներ դուրս գալու, պայքարելու, նորից սկսելու։ Եվ որ այդ պահից սկսած, ամեն ինչ այլ կլիներ։ Ամեն ինչ ավելի լավ կլիներ։ Որովհետև նա այլևս ոչ ոքի ստվերի տակ չէր ապրում։ Նա ապրում էր իր սեփական լույսի ներքո։ Երեխայի լացը հիվանդանոցի սենյակը լցրեց մի երաժշտությամբ, որը Մարիանան երբեք չէր մոռանա։ Դա տղա էր։ Միքայել Ալմեյդա դոս Սանտոս։ 7 կիլոգրամ 300 գրամ մաքուր կյանք, մարմնավորված հույս, անպայման սեր։ Երբ բուժքույրը այդ փոքրիկ արարածին դրեց նրա գրկում, Մարիանան զգաց, որ իր ներսում ինչ-որ բան լիովին փոխվեց։ Բոլոր կասկածները, բոլոր վախերը, բոլոր անվստահությունները, որոնք նրան տանջել էին ամիսներ շարունակ, պարզապես անհետացան։ Նա նայեց այդ կնճռոտ դեմքին, փակ աչքերին, փոքրիկ մատներին, որոնք կառչում էին իր մատից, գիտեր, որ նայում է իր նպատակին։ Գաբրիելը նրա կողքին էր, աչքերում արցունքներով, զարմիկին նայելով մաքուր պաշտամունքի արտահայտությամբ։ Նա կատարյալ է, Մարի։ Միայն նայիր այդ փոքրիկ քթին։ Նա հայրիկի քիթն ունի։ Մարիանան լացի միջից ծիծաղեց, համաձայնելով։ Եվ մայրիկի բերանը։ Նայիր, թե ինչպես է նա այսպես շրթունքները կնճռոտում։ Հենց այնպես էր անում լուսանկարներում։ Հիվանդանոցում անցկացրած 3 օրերը հյուծվածության էքստազի խառնուրդ էին։
Մարիանան հազիվ էր քնում ոչ թե այն պատճառով, որ Միքայելը դժվար երեխա էր, այլ այն պատճառով, որ նա չէր կարողանում դադարել նրան նայելուց, նրա բարակ մազերին դիպչելուց, ձեռքերի ոտքերի մատները հաշվելուց, զարմանալուց յուրաքանչյուր շարժումով, յուրաքանչյուր ձայնով, յուրաքանչյուր շնչառությամբ։ Գաբրիելը ամեն օր այցելում էր նրան, միշտ ծաղիկներ, տնական ուտելիք Միքայելի համար նվերներ բերելով։ Երկրորդ օրը Հելենայի աջակցության խմբի ընկերուհիները հայտնվեցին, ավելի շատ նվերներ, ավելի շատ սեր, ավելի շատ ուժ բերելով։ Հելենան բռնում էր Միքայելին այն փորձով, ով մեծացրել էր 4 երեխա 7 թոռ։ Նա մարտիկ է, այս տղան։ Միայն նայիր, թե ինչ ուժով է նա բռնում իմ մատը։ Նա աշխարհ է եկել նպատակով, Մարիանա։ Ինչպես դու վերածնվեցիր նպատակով։ Երրորդ օրը, երբ Մարիանան պատրաստվում էր դուրս գրվել, մի բուժքույր մտավ սենյակ, տարօրինակ արտահայտությամբ։ Ընդունարանում ինչ-որ մեկը խնդրում էր այցելել նրան։ Մի տղամարդ։ Նա ասաց անունը, Մարիանան զգաց, թե ինչպես է ստամոքսը սառչում։ Լուկաս։ Գաբրիելը, ով սենյակում էր, օգնելով Միքայելի իրերը դասավորել, անմիջապես լարվեց։ Նա չի կարող ներս մտնել։ Պաշտպանական միջոցը արգելում է ցանկացած մոտեցում։ Ես գիտեմ, պատասխանեց բուժքույրը, դրա համար էլ նա ընդունարանում է, ոչ թե այստեղ։ Բայց նա շատ է պնդում։ Ասաց, որ պարզապես ուզում է տեսնել իր որդուն։ Որ այդ իրավունքը ունի։ Մարիանան նայեց Միքայելին, ով հանգիստ քնած էր իր գրկում։ Նա խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է տարօրինակ հանգստություն տիրում իրեն։ Խնդրեք նրան սպասել։ Ես կիջնեմ կխոսեմ նրա հետ։ Բայց միայն ես։ Եվ անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։ Մարի, դու պարտադիր չէ, որ դա անես, բողոքեց Գաբրիելը։ Թույլ տուր, ես կլուծեմ դա։ Թույլ տուր, ես նրան դուրս կհանեմ այստեղից։ Ոչ, Գաբի։ Ես պետք է դա անեմ։ Ես պետք է փակեմ այս ցիկլը։ Ինձ համար, Միքայելի համար։ 20 րոպե անց Մարիանան հիվանդանոցի ընդունարանի սպասասրահում էր, կողքին երկու անվտանգության աշխատակիցներով, իսկ Գաբրիելը հեռվից դիտում էր, պատրաստ միջամտելու խնդրի նվազագույն նշանի դեպքում։ Լուկասը նստած էր կապույտ պլաստիկ աթոռներից մեկի վրա, ձեռքերը միացրած, գլուխը կախ։ Երբ նա բարձրացրեց դեմքը տեսավ նրան, Մարիանան հազիվ ճանաչեց նրան։ Նա կարծես 10 տարով ծերացել էր 2 ամսում։ Նրա աչքերի տակ խորը կապտուկներ կային, մազերը խճճված էին, մորուքը անխնամ։ Նա հագած էր պարզ շապիկ ջինսեր, այն անթերի գործադիր տնօրենից այնքան տարբեր, ում նա ճանաչել էր։ Մարիանա, ասաց նա, ձայնը խռպոտ։ Շնորհակալություն, որ համաձայնեցիր ինձ տեսնել։ Մարիանան կանգնած մնաց, հեռավորություն պահելով։ 5 րոպե, Լուկաս։ Դու 5 րոպե ունես։ Ասա, թե ինչի համար ես եկել։ Լուկասը կանգնեց, բայց անվտանգության աշխատակիցները մեկ քայլ առաջ արեցին, ստիպելով նրան կանգ առնել։ Նա ձեռքերը բարձրացրեց, խաղաղության նշան անելով մնաց իր տեղում։ Նա սկսեց, ձայնը խզվելով, ես եկել եմ ներողություն խնդրելու։ Ես գիտեմ, որ դա ոչինչ չի նշանակում այն ամենից հետո, ինչ ես արեցի, բայց ես պետք է ասեի։ Ես սարսափելի էի քեզ հետ։ Ես դաժան էի, եսասեր, վախկոտ։ Եվ ես ինձ ատում եմ դրա համար ամեն օր։ Մարիանան ձեռքերը խաչեց, սպասելով։ Նա կարեկցանք չէր զգում, բայց նա զայրույթ չէր զգում։ Դա պարզապես հասկանալու, պատասխաններ ստանալու ցանկություն էր։ Ինչու՞ն Լուկաս։ Ինչու։ Արեցիր այդ ամենը։ Եթե այլս չէիր սիրում ինձ, եթե ուզում էիր նրա հետ լինել, ինչու։ Պարզապես չպատմեցիր ինձ։ Ինչու։ Պետք է ինձ այդպես նվաստացնեիր։ Լուկասը ձեռքով անցկացրեց մազերի վրայով մի ժեստ, որը Մարիանան ճանաչում էր, երբ նա նյարդային էր։ Որովհետ ես վախկոտ եմ։ Որովհետ ես մտածեցի, որ եթե քեզ չարագործի տեսք տամ, ինձ համար ավելի հեշտ կլինի։ Եթե քեզ դրդեի ինձ ատելու, ես ստիպված չէի լինի հաղթահարել քեզ դավաճանելու մեղքը։ Բայց չաշխատեց։ Մեղքը միայն աճեց։ Եվ երբ այդ տեսանյութը արտահոսեց, երբ ամբողջ աշխարհը ինձ տեսավ այնպիսին, ինչպիսին ես իրականում էի, ես հասկացա, որ ոչնչացրել եմ միակ լավ բանը, որ ունեի կյանքում։ Իսկ Վերոնիկան, հարցրեց Մարիանան, զարմացած, թե որքան հանգիստ էր հնչում իր ձայնը։ Որտեղ է նա։ Լուկասը դառը ծիծաղեց։
Նա ինձ լքեց։ Տեսանյութի արտահոսքից հաջորդ օրը, երբ ներդրողները սկսեցին հեռանալ, երբ ընկերությունը սկսեց սուզվել, նա ասաց, որ չէր ստորագրել ձախողման հետ գործ ունենալու համար, որ ինքը ավելի լավին է արժանի։ Եվ հետո նա գնաց, հավանաբար հաջորդ հիմարին փնտրելու, մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Մարիանան ինչ-որ բանի սուր ցավ զգաց, որը կարող էր լինել կարեկցանք, բայց նա արագորեն հեռացրեց այդ զգացումը։ Դու ինքդ քո մահճակալը սարքեցիր, Լուկաս։ Եվ հիմա պետք է պառկես դրա վրա։ Բայց ես այստեղ չեմ եկել քո արդարացումները լսելու համար։ Դու ասացիր, որ ուզում ես տեսնել քո որդուն։ Ինչու՞։ Դու այդ գիշեր հստակ ասացիր, որ չես ուզում նրան։ Լուկասը գուլ տվեց, Մարիանան տեսավ, թե ինչպես են արցունքներ հայտնվում նրա աչքերում։ Որովհետ ես ստում էի։ Ինքս ինձ, քեզ, բոլորին։ Ճշմարտությունն այն է, որ ես սարսափած էի։ Սարսափած էի հայր լինելուց, բավականաչափ լավ չլինելուց, ձախողելուց։ Եվ դա ընդունելու փոխարեն, ես փախա։ Ես ամեն ինչ ոչնչացրի։ Եվ հիմա ես կորցրել եմ ամեն ինչ։ Ընկերությունը գրեթե սնանկանում է, Վերոնիկան ինձ օգտագործեց դեն նետեց, իմ ընտանիքը շրջվեց իմ դեմ։ Այն ամենը, ինչ ես ունեմ, իմ որդուն ճանաչելու հնարավորությունն է։ Եվ ես գիտեմ, որ արժանի չեմ, Մարի։ Ես գիտեմ, որ ոչինչի արժանի չեմ։ Բայց խնդրում եմ, թույլ տուր գոնե տեսնել նրան։ Միայն մեկ անգամ։ Մարիանան նայեց իր դիմաց կանգնած այդ կոտրված մարդուն զգաց զգացմունքների խառնուրդ։ Նրա մի մասը ցանկանում էր ոչ ասել, ցանկանում էր Միքայելին պաշտպանել մեկից, ով ցույց էր տվել, որ ընդունակ է այդքան դաժանության։ Բայց մյուս մասը, նրա մայրական մասը, մտածեց ապագայի մասին։ Մտածեց Միքայելի մասին, ով մի օր կհարցներ իր հոր մասին։ Մտածեց, թե ինչպես պետք է բացատրի, թե ինչու նա չի կարողանում ճանաչել նրան։ Եվ նա հասկացավ, որ այդ որոշումը միայն իր Լուկասի մասին չէր։ Դա Միքայելի մասին էր։ Դու կարող ես տեսնել նրան, վերջապես ասաց Մարիանան։ Բայց պայմաններով։ Դու սենյակ կմտնես անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։ Դու նրան չես բռնի, պարզապես կնայես։ Եվ դրանից հետո դու կընդունես այն համաձայնությունը, որը Ֆերնանդան առաջարկել է։ Դու չես պայքարի խնամակալության համար, չես փորձի ինձ խանգարել նրան մեծացնել այնպես, ինչպես ես ճիշտ կհամարեմ։ Դու կարող ես խնդրել վերահսկվող այցելություններ, երբ նա մեծանա, եթե դու իսկապես փոխվես ապացուցես, որ ունակ ես իսկական հայր լինելու։ Բայց առայժմ դու հեռու կմնաս մեր կյանքից։ Հասկանալի՞։ Լուկասը գլխով արեց, արցունքները հոսում էին դեմքով։ Ես հասկանում եմ։ Եվ ես ընդունում եմ։ Շնորհակալություն, Մարի։ Իսկապես։ Վերադառնալով սենյակ, Մարիանան նստեց մահճակալի կողքի աթոռին, որտեղ Միքայելը քնած էր։ Գաբրիելը լարված էր, ակնհայտորեն դժգոհ քրոջ որոշումից թույլ տալ Լուկասին ներս մտնել։ Բայց նա հարգեց։ Լուկասը ներս մտավ, երկու անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, դանդաղ քայլելով, կարծես սուրբ վայր մտներ։ Երբ նա առաջին անգամ տեսավ Միքայելին, նրա դեմքը փոխվեց։ Ամբողջ ամբարտավանությունը, ամբողջ էգոն, ամեն ինչ անհետացավ, փոխարինվելով մաքուր հիացմունքով։ Նա գեղեցիկ է, շնջաց Լուկասը, կանգ առնելով մահճակալից հարգալից հեռավորության վրա։ Նա քեզ է նման։ Նա իրեն է նման, ուղեց Մարիանան։ Նա Միքայելն է։ Եվ նա կմեծանա, իմանալով, որ սիրված է, պաշտպանված գնահատված։ Բաներ, որոնք դու չկարողացար տալ։ Լուկասը չպատասխանեց։ Պարզապես մի քանի րոպե կանգնած մնաց այնտեղ, նայելով իր որդուն, մինչ վերջապես շրջվեց հեռանալու։ Դռան մոտ նա կանգ առավ։ Մարի, ես իսկապես ցավում եմ։ Ամեն ինչի համար։ Եվ հույս ունեմ, որ մի օր, միգուցե տարիներ անց, դու կկարողանաս ինձ ներել։ Ոչ թե ինձ համար, այլ քեզ համար։ Որպեսզի դու կարողանաս առաջ շարժվել, առանց զայրույթ կրելու։ Ես արդեն առաջ եմ շարժվում, Լուկաս։ Իսկ ինչ վերաբերում է ներմանը, միգուցե մի օր։ Բայց այդ օրը այսօր չէ։ Լուկասը գլխով արեց դուրս եկավ, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Գաբրիելը մոտեցավ Մարիանային, ձեռքը դնելով նրա ուսին։ Դու շատ առատաձեռն էիր նրա հետ, քույրիկ։ Ես առատաձեռն չէի նրա հետ։ Ես արդար էի Միքայելի հետ։
Նա արժանի է իմանալու ամբողջ պատմությունը, երբ մեծանա։ Արժանի է կարողանալու իր սեփական ընտրությունները կատարել իր հոր մասին։ Ես չեմ լինի նա, ով դա կխլի նրանից։ Հաջորդ ամիսները առաջին անգամների ամերիկյան բլուրներ էին։ Առաջին անգամ, երբ Միքայելը ժպտաց։ Առաջին անգամ, երբ նա քնեց ամբողջ գիշեր։ Առաջին անգամ, երբ նա բռնեց Գաբրիելի մատը չթողեց։ Առաջին անգամ, երբ Մարիանան նրան տարավ ծնողների գերեզմանը տեսնելու, շնջելով նրանց, որ նրանք վերից ամեն ինչ տեսնում են, որ ինքը վերջապես լավ է, վերջապես խաղաղության մեջ։ Մարիանան հմայիչ բնակարան գտավ քանաքեռ Զեյթունում, Գաբրիելի մոտակայքում, երկու սենյակով, ընդարձակ խոհանոցով, այգու տեսարանով, պատշգամբով։ Նա Միքայելի սենյակը զարդարեց կապույտ դեղին երանգներով, լցրեց փափուկ խաղալիքներով, մանկական գրքերով։ Հյուրասենյակում նա փոքրիկ ընթերցասենյակ կահավորեց, վերականգնելով գրքերի հանդեպ իր սերը, որը այդքան ժամանակ լքել էր։ Ամուսնալուծության գույքի բաժանումով Մարիանան ֆինանսական կայունություն ուներ։ Նա հարուստ չէր, բայց ուներ բավականաչափ հարմարավետ ապրելու Միքայելին արժանապատվությամբ մեծացնելու համար։ Եվ ամենակարևորը, նա ուներ իր ազատությունը։ Նա կարող էր որոշումներ կայացնել առանց թույլտվություն խնդրելու, կարող էր դուրս գալ, երբ ուզենար, կարող էր լինել այն, ինչ իրականում էր, առանց դատապարտվելու կամ վրեժխնդրության վախի։ Միքայելի ծնունդից 6 ամիս անց Հելենան Մարիանային հրավիրեց մասնակցելու կանանց ճկունության մասին դասախոսությանը, որը կազմակերպում էր իր խումբը։ Սկզբում Մարիանան վարանեց։ Խոսել այն մասին, ինչ ինքը անցել էր, դեռ դժվար էր, ցավոտ։ Բայց Հելենան պնդեց. Ձեր պատմությունը կարող է օգնել այլ կանանց, սիրելիս։ Կարող է ցույց տալ, որ հնարավոր է գոյատել, որ հնարավոր է վերածնվել։ Եվ այսպես, ապրիլի մի անձրոտ երեքշաբթի օրը Մարիանան կանգնած էր քանաքեռ Զեյթունի մի փոքրիկ դահլիճում, 50 կանանց առջ, պատմելով իր պատմությունը։ Նա խոսեց այն ամուսնության մասին, որը կատարյալ էր թվում, բայց թաքցնում էր վերահսկողություն, մանիպուլյացիա։ Խոսեց ռեստորանում տեղի ունեցած գիշերվա մասին, նվաստացման սպառնալիքների մասին։ Խոսեց Գաբրիելի, Ֆերնանդայի, Հելենայի բոլոր այն կանանց մասին, ովքեր աջակցել էին իրեն։ Եվ խոսեց Միքայելի մասին, այն մասին, թե ինչպես նա դարձավ իր ուժը, իր նպատակը, իր առաջ շարժվելու պատճառը։ Երբ նա ավարտեց, դահլիճում լռություն էր։ Այնուհետ, մի կին սկսեց ծափահարել։ Հետո մեկ ուրիշը։ Եվ մեկ ուրիշը։ Մինչ բոլորը կանգնած էին ծափահարելով, լաց լինելով, ոմանք բղավելով քաջալերական խոսքեր։ Դասախոսությունից հետո մի քանի կանայք մոտեցան նրան, կիսվելով իրենց սեփական պատմություններով, շնորհակալություն հայտնելով նրան համարձակություն ունենալու համար խոսելու։ Նրանցից մեկը, 20-ամյա երիտասարդ կին, Ջուլիա անունով, ամուր բռնեց Մարիանայի ձեռքը։ Ես անցնում եմ հենց այն նույն բանով, ինչ դուք։ Իմ ընկերը վերահսկում է ինձ, նվազեցնում է ինձ, ստիպում է ինձ զգալ, որ ես ոչինչ չեմ առանց նրա։ Բայց ձեզ լսելով ես հասկացա, որ կարող եմ դուրս գալ։ Որ ես ավելին եմ արժանի։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Մարիանան գրկեց Ջուլիային, շշնջալով նրա ականջին։ Դու կարող ես, այո։ Եվ դու կանես։ Եվ երբ դուրս գաս, կհայտնաբերես, որ շատ ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես։ Այդ գիշեր Մարիանայի համար նոր բանի սկիզբ դրեց։ Նա սկսեց պարբերաբար դասախոսություններ կարդալ, կիսվելով իր պատմությամբ, օգնելով այլ կանանց։ Հելենան նրան հրավիրեց կամավոր աշխատելու Բեատրիսի հիմնադրած ՀԿ-ում, օգնելով ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց։ Մարիանան հայտնաբերեց, որ ունի բնական տաղանդ լսելու, ողջունելու, առանց դատապարտելու աջակցություն առաջարկելու համար։ Բաժանումից 1 տարի անց, առոտ շաբաթ առավոտյան, Մարիանան Միքայելի հետ այգում էր, ով արդեն սկսում էր իր առաջին թափահարվող քայլերը։ Գաբրիելը նրանց հետ էր, միշտ ներկա, միշտ պաշտպանող, միշտ այն հորեղբայրը, ով անսահմանորեն փայփայում էր զարմիկին։ Նրանք նստած էին ծածկոցի վրա, պիկնիկ անելով, երբ Գաբրիելը նայեց քրոջը ժպտաց. Դու երջանիկ ես, Մարի։ Իրոք երջանիկ։ Ես տեսնում եմ քո աչքերում։ Մարիանան նայեց Միքայելին, ով ծիծաղում էր, փորձելով թիթեռ բռնել, իսկ հետո եղբորը։ Ես եմ, Գաբի։ Առաջին անգամ երկար ժամանակ հետո, ես իսկապես երջանիկ եմ։ Ոչ այն հարկադրված երջանկությունը, որը ես ծածնում էի Լուկասի հետ, այլ իրական երջանկություն, որը գալիս է ներսից։ Իմանալուց, թե ով եմ, սիրելուց, թե ով եմ։
Մայրիկն ու հայրիկն այնքան հպարտ կլինեին քեզանով, ասաց Գաբրիելը, ձայնը խեղդված։ Այն կնոջով, ով դու դարձար, այն անհավանական մայրիկով, ով դու ես։ Մարիանան բռնեց եղբոր ձեռքը։ Եվ նրանք հպարտ կլինեին նա քեզանով։ Իմ ապահով նավահանգիստը, իմ ամրոցը լինելու համար։ Ես չէի կարողանա առանց քեզ, Գաբի։ Այդ գիշեր Միքայելին քնացնելուց հետո Մարիանան նստեց բնակարանի պատշգամբում, թեյի բաժակով, դիտելով քաղաքի լույսերը։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Դավաճանությունը, ցավը, պայքարը, հաղթանակը։ Եվ նա հասկացավ, որ տարօրինակ կերպով ինքը շնորհակալ էր։ Շնորհակալ էր ճշմարտությունը հայտնաբերելու համար, քաջություն ունենալու համար դուրս գալու, իր ուժը գտնելու համար։ Որովհետև ռեստորանում տեղի ունեցած այդ սարսափելի գիշերը, որքան էլ ցավոտ լիներ, իր վերափոխման կատալիզատորն էր։ Նա այլս այն Մարիանան չէր, ով մտել էր այդ ռեստորանը, անվստահ կորած։ Նա մի կին էր, ով գիտեր իր արժեքը, ով չէր վախենում պայքարել ճիշտի համար, ով գիտեր, որ արժանի է իսկական սիրո հարգանքի։ Եվ մի օր, երբ Միքայելը բավականաչափ մեծանա հասկանալու համար, նա իր պատմությունը կպատմի նրան։ Ոչ թե հորը վատաբանելու համար, այլ նրան ճկունության, արժանապատվության, ինքնասիրության մասին սովորեցնելու համար։ Այդ ճակատագրական գիշերից 2 տարի անց Մարիանան անճանաչելի էր։ Նա վերադարձել էր սովորելու, ստանալով հոգեբանության մագիստրոսի կոչում, երազելով մի օր բացել իր սեփական խորհրդատվական կենտրոնը, մասնագիտացած բռնության զոհ դարձած կանանց օգնելու գործում։ Նա վերականգնել էր հին ընկերությունները նորեր ձեռք բերել։ Նա սովորել էր նորից վստահել, նորից բացվել։ Եվ ամենակարևորը, նա Միքայելին գործողություններով, ոչ թե խոսքերով, սովորեցրել էր, թե ինչ էր նշանակում լինել ուժեղ, բարի, ճշմարիտ։ Աշնան մի կեսօր, երբ տան մոտակա այգու ծառերից սկսում էին տերները թափվել, Մարիանան նամակ ստացավ։ Դա Լուկասից էր։ Նա գրում էր, որ վերջին 2 տարին անցկացրել է թերապիայի մեջ, աշխատելով իր վրա, փորձելով հասկանալ ուղղել իր սխալները։ Նա ներողություն չէր խնդրում, երկրորդ հնարավորություն չէր խնդրում։ Պարզապես շնորհակալություն էր հայտնում, որ նա թույլ էր տվել իրեն տեսնել Միքայելին հիվանդանոցում այդ օրը, ասում էր, որ հույս ունի, որ մի օր, միգուցե տարիներ անց կկարողանա արժանի լինել ճանաչել այն որդուն, ում օգնել էր մեծացնել, բայց ժամանակին սիրելու քաջություն չուներ։ Մարիանան կարդաց նամակը, զգուշորեն ծալեց այն դրեց մի արկղում, որտեղ պահում էր կարևոր փաստաթղթեր։ Միգուցե մի օր նա ցույց կտա Միքայելին։ Կամ միգուցե ոչ։ Նա կորոշեր, երբ ժամանակը ճիշտ լիներ։ Բայց այդ օրը նա պարզապես թողեց անցյալը այնտեղ, որտեղ այն պետք է լիներ, անցյալում։ Մինչ արը մայր էր մտնում երանի վրա, երկինքը նարնջագույն վարդագույն երանգներով ներկելով, Մարիանան Միքայելին գրկեց։ Նա հիմա 2 տարեկան էր, անընդհատ խոսում էր, ամեն ինչի մասին հարցեր էր տալիս, հեշտությամբ ծիծաղում էր։ Եվ երբ նա նայեց նրան այդ փայլուն շագանակագույն աչքերով ասաց. Ես քեզ սիրում եմ, մայրիկ, Մարիանան զգաց, որ իր սիրտը լցվեց։ Ես էլ քեզ եմ սիրում, սիրելիս։ Ավելի շատ, քան ամեն ինչ այս աշխարհում։ Եվ այդ պահին իր որդուն գրկած իր տանը, որը ինքն էր ընտրել, ապրելով այն կյանքով, որը ինքն էր կառուցել, Մարիանան բացարձակ վստահությամբ գիտեր, որ ճիշտ ընտրություն էր կատարել։ Ընտրությունը դուրս գալու, պայքարելու, նորից սկսելու։ Ընտրությունը ընտրելու իրեն իր որդուն ամեն ինչից վեր։ Եվ այդ ընտրությունը փոխել էր ամեն ինչ։ Որովհետև ի վերջո այդ ռեստորանի գիշերը Մարիանայի պատմության ավարտը չէր։ Դա պարզապես սկիզբն էր։ Ինքնաճանաչման, ապաքինման, վերացննդի ճանապարհորդության սկիզբը։ Մի ճանապարհորդություն, որը կապացուցեր, որ որքան էլ մութ լինի գիշերը, արը միշտ նորից է ծագում։ Եվ երբ ծագում է, իր հետ բերում է նոր օրվա, նոր հնարավորության, նոր կյանքի խոստումը։ Մի կյանք, որտեղ ինքնասերն է հիմքը, որտեղ արժանապատվությունը անվիճելի է, որտեղ երջանկությունը կախված չէ ոչ ոքից, բացի քեզանից։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հույս ունենք, որ Մարիանայի, Գաբրիելի, Միքայելի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք ցավի, հաղթահարման վերացննդի այս ճանապարհորդությամբ, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Դուք ճանաչում եք մեկին, ով կարիք ունի լսելու այս ուղերձը։ Կիսվեք այդ մարդու հետ։
Ամեն օր մենք բերում ենք նման ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս, որ որքան էլ դժվար լինի իրավիճակը, միշտ հնարավոր է նորից սկսել, միշտ հնարավոր է ոտքի կանգնել, միշտ հնարավոր է ընտրել երջանկությունը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կշարժի ձեր հույզերը, կստիպի ձեզ մտածել կյանքի, սիրո այն ուժի մասին, որը գոյություն ունի մեզանից յուրաքանչյուրի ներսում։